ապահովել էիք բոլոր պայմանները, ֆինանսական ներդրումներ էիք արել, որպեսզի որդիդ տեղափոխվի Գերմանիա, մոտեցավ 18 տարեկանին եւ ասաց ես վերադառնում եմ Հայաստան, որպեսզի ծառայեմ բանակում։ Ծանր էր։ Թվում էր թե մենք ցույց չենք տալի, ինչ ա եղել մեր տղեն դրսում ա բան, հայրենիքին ուրիշ ձև կծառայի, պարտադիր չի նաեւ զինվորական ծառայությունը, հետո մենք զգացինք, որ այդ ինքնախաբեություն է կոչվում։ Պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Մտածի ու ասի, եթե ամեն մեկը իմ նման այտենց մտածի ու որոշի, որ պետք է երկրից գնա, շատ սխալ կլինի։ Մենք ժամանակից շուտ որոշեցինք իր ճակատագիրը եւ ինքը ավելի խելացի գտնվեց ինքը տնօրինելու իր սեփական ճակատագիրը։ Հիմա էլ ուրիշ ձև եմ մտածում։ Թողնենք Աստծո խնամությանը, ինքս ինձ ասեցին, ես ձգում այդ անհաջողությունը, եթե պիտի լինի։ Դու դրա մասին եթե մտածում ես ու վախենում, դա էլ հենց գալու է։ Ինչի մասին է խոսքը, բայց տենց աղջիկ է։ Ինքը տենց տղա չի, ես ինչի եմ կողքից բի գուցե նենց լավ զինվորական ա դառնալ, իսկ ով է ասել, որ պիտի պարտադիր դերասան դառնա, ինչ որ ուզում է։ Մենք երբեք ոչինչ չգիտենք։ Գիտի, որ ես հպարտանում եմ, որ ես ինքս ծառայել եմ ու ծառայել եմ հենց այն վատ տարիներին, 90-ականների հենց պատերազմների ժամանակ։ Ուրախ եմ, որ իմ տղան այդպես է մտածում։ Ես հասկանում եմ, որ ես ճնշել եմ Անդրանիկին, որ կայացնեմ այդ Գերմանիայի որոշմանը։ Ինքը ենթարկվել է իմ վախերին, բայց երբեք չի եղել համաձայն այնտեղ մնալու իր որոշման։ 16 տարի ապրել Հայաստանում ու վարկանական բում, տենց, всё, դու գնում ես ուրիշ տեղ, ուրիշ կյանք, ուրիշ աշխարհ եւ այլն, դրա համար էդի 16 տարեկան երեխայի համար ինձ թվում է շատ դժվար որոշում ա եղել։ Գիտես, որ ճիշտն ասես ավելի լավ կլինի։ Չէ։ Այն աղջիկը իմն է, չեմ թողի որ նեղացնի։ Ինքը սկսում է օգտագործել։ Իսկ դու գիտես, որ papan ինձ ավելի շատ է սիրում, ու այդ ո՞ք գմփում եմ ուղղակի ասում, ոնց կարա տես բան լինի։ Որ գնաք հոգեբանների մոտ մամայից ինչ եք բողոքելու։ Որ ինքը իմ ճաշակին է կպնում։ Կոնե դու ճաշակ չունես, ոնց կարելի է հագնես։ Մամ, բայց ես իմ ճաշակ ունեմ, դու քո ճաշակ ունես։ Կարինկա, բայց երբ մայրիկը ասում է, դուք չգիտեք ինչպիսին կարող է լինել կյանքը, ինչպիսին է լինում քո արձագանքը։ Ներվայնանում եմ, որտեվ էդի անցյալում ա եղել։ Մենք մոմի տակ դաս էինք անում։ Հիմա ուրիշ ապագա, հիմա մենք լույս ունենք, ինտերնետ ունենք, ջուր ունենք, էլ խի անցյալով ապրել, եթե կա նոր ապագա։ Ես իմ մամայի մասին ինչ-որ բան կետի հասա ու դու լաց եղար, ես հիշում եմ այդ, ասեցիր ես այդքանը չգիտեի ու ես ասեցի ստոպ արաքս, այդ իմ ամենամեծ ստոպն էր, որ չի կարելի դու քո անցյալով խեղդում ես այս երեխեքի ներկան ու ապագան։ Հաղորդման գործընկերներն են White Agent Հարսանյաց կեսների սրահը, Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Ու սերը բուժեց Life Room-ի սեր շարքում այսօր դերասաններ Արաքսիա Մելիքյանի եւ Անդրանիկ Զաքարյանի ընտանիքն է։ Հյուրընկալել եմ մայր ու աղջիկ, հայր ու որդի ու տեսնենք թե ինչպիսին է նրանց ընտանիքը։ Ողջույն։ 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 Հարց։ Մայր ու աղջիկ հարաբերությունները ինչպես են ձևավորվել։ Մտերիմ եք թե ավելի շատ բախումներ են լինում։ Նորմալ։ Իմ կարծիքով կան բախումներ։ Ավելի շատ ենք վիճում, թե ավելի լավ ենք իրար հետ։ Վիճում։ Վասը ճիշտ է։ Մենք ունենք երկուսս էլ գրեթե նույն բնավորությունը, չափազանց ակտիվ, չափազանց շարժուն, ու տունը ոնց որ մեծ նեղություն է անում, բայց թե ես պիտի զիջեմ, որովհետև ես մայրն եմ, ինքը աղջիկը, ես իր կյանքը գոնե անցել եմ, իսկ ինքը դեռ իմը չի։ Այնպես որ զիջողը պիտի որ ես լինեմ։ Տան արքայադուստն ես, հա, ստացվում է, տան փոքրն ես, բոլորը քեզ զիջում են։ Կպատնես, ինչ հարցերով են քեզ զիջում։ Չգիտեմ։ Այս շորը քեզ վերցրա։ Ամեն ինչով։ Իհարկե Շունիկը ինձ եկավ մեր տուն, շատ ավելի խանդի տեսարաններ ունեցավ մեր օրիորդը, այսինքն ամբողջ ընտանիքը այնց մեր պուճուրիկ շարիկ, ու ինչ լավն է, ինչ լավ, ինքը սկսեց բան էլի, ասեց, ինչ լավ է տանը փոքր երեխա չկա, ու ինք հասկացանք, որ այդ ծանր դեպք կլիներ։ Տեսնենք թե հայր ու որդի մեզ ինչ կպատմեն։ Ինչպիսին են ձեր հարաբերությունները ու արդյոք սերունդների բախում ասվածը լինում է։ Սերունդների բախումը լինում է այն ժամանակ, երբ որ բաներ կան, որ մտածելակերպով մեզ համար արդեն խորթա իրենց արածը, իրանք մի քիչ այլ կերպ են մտածում։ Դաստիարակությունների sense էտապներ կա։ Մենք մեր մայրերը իրանց տատիկ պապիկներից կամ հայրերը իրանց տատիկ պապիկներից ուրիշ բան են ժառանգել։ Հետո ինչ որ բան փոխանցել են մեզ, մենք փոխանցում ենք իրանք այդ ամեն ինչի միքսն են անում։ Ես չգիտեմ թե իրանք ինչ են փոխանցելու իրանց երեխաներին, արդեն իրանց սերունդերին, բայց ամենամեծ բախումը դա կարելի է համարել նաև առավելություն, որտեղ որ
այս սերունդը արդեն ավելի լավ է հասկանում եւ տեխնիկայից, եւ չգիտեմ ինչ որ ինտերնետային աշխարհից, ու ինչ որ մի բան եթե խնդրի մեջ ես ընկնում, հարցում ես ասում ես ոնց եմ անում, ինքը քեզանից արագ անում է, ու տալիս է քեզ ոնց որ 100 տարի սովորած լինի։ Գուրգեն, բայց ինչ որ բաներ էլ կան, որ օրինակ հայրիկը անում է ու ձեզ է խորտ, չէ, որովհետեւ ձեր սերնդի համար միգուցե ինչ որ բաներ անհասկանալի լինեն, այ ինչերն են դրանք։ Քանի որ նրանք տարիքով ավելի մեծ են, իրանք կյանքը ավելի շատ են տեսել։ Կարող է էլեկտրոնիկայի դարում ենք ապրում, բայց էլեկտրոնիկա, իհարկե էլեկտրոնիկով մենք ավելի առավել ենք, այսինքն ամեն ինչում կարանք օգնենք եւ այլն։ Դե բայց կյանքը էլեկտրոնիկայի մասին չէ։ Կյանքում արդեն, այո, 21-րդ դարն է մեծամասնությամբ էլեկտրոնիկա, բայց կյանքում արդեն երբ որ նրանք արդեն անցել են, այդ էտապները տեսել են, մեր տարիքին են եղել, ոնց որ ասում են եւ մեծացել են, իհարկե շատ խորհուրդներ լսել այդ ուրախությունը։ Բայց ճիշտն ասեք, հիմա ինչ որ sense շատ հարցազրույցային պատասխանում եք, միշտ լսում եք։ Լսում են ինձ։ Հիմա եկել են այս տարիք, որ մենք իրար հետ ընկերություն ենք անում, արդեն հայր եւ որդի հարաբերություն շատ քիչ բաներ կա, որ ասում եմ, դե էլ չի կարելի անել։ Արդեն կոպիտ ասած ինքը արդեն գիտի ինչը կարելի է, ինչը չի կարելի։ Կան բաներ, որ մեկ-մեկ հակասում ենք իրար, մեկ էլ հոп նորից ընկնում ենք տեղը, բայց մենք արդեն ընկերներ ենք, արդեն ընկերություն ենք անում, արդեն իրար հետ կարող է ինչ որ գիշերը նստենք, ինչ որ բան քննարկենք, սենց է ճիշտ, թե նենց է ճիշտ, թե նենց է ճիշտ։ Դեռահասական տարիքում բախումները շատ են լինում։ Իհարկե, կոնկրետ 14-15 տարեկանում դե ինձ թվում է, հա, բայց դե հիմա արդեն ցնցած ընտելացել ենք, սովոր ենք, նորմալ է։ Միակ խնդրեմը ասեմ, հիմա ինչն է մնացել, որ ես ասում գիշերը այդ հեռախոսները ձեռներից անջատեք, դրեք այնտեղ։ Մինչև հիմա IT չեն ենթարկում, ես գնում եմ հեռախոսները վեկանում եմ, բերում եմ մեր ննջարան, եւ ինչպես միշտ առավոտյան դեռ եմ տղա այս հեռախոսը չկա, աղջկանս մնացել է այդ դարակի վրա։ Թե գործնական առումով այնց ուղղակի անընդհատ ինչ որ վիդեոներ նայելով չէ։ Այսինքն անտեղի տեղը չի էլի, որ մեկ-մեկ պետք է գալի։ Այդ խաղերը անտեղի տեղն են։ Խաղերը չէ, կոնկրետ։ Բայց ազատ ժամանակում։ Այդ բախումները այսպես շատ բուրն են լինում, թե հանգիստ։ Այս տարիքում ինձ թվում է արդեն քիչ, որովհետև մենք էլ ենք մեծանում, մենք էլ ենք հասկանում իրանք ինչ են մեզ ուզում հասկացրած լինեն։ Բախումները ինձ թվում է այդքան ավելի քչանում են, ինչքան տարիքով մեծանում ես։ Գույրիկի հետ հարաբերությունները ինչպիսին են։ Այստեղ ընկերություն կարողանում եք անել, թե տարիքի հետ գալիս է եղբայրական որոշակի խստություն կամ ինչ որ հարցեր դա երբեմն սկսում է խանգարել։ Այդ խստությունը իհարկե կա, այսինքն հետևողական մի քիչ արդեն սկսում ես մտածել, կարա տենց ինքը արդեն սկսի տղաների հետևից քայլել, բան, տենց արդեն հասկացնում ես ամեն մի տղա ինչ ձևի է վերաբերվում աղջկա հետ, կոնկրետ, ով ոնց է մտածում, ինչ անում, իրանց սկսում ես այդքանը բացատրել։ Տես թեմաներ, որ ես կողքից այդքան տեղակ չեմ եղել, բայց համոզված եղել եմ, որ նրանք խոսեին։ Բացատրել անընդհատ, թե ամեն մի տղա ոնց է մտածում ու միշտ չի, որ այդ տղան sense ասած քո իդեալն է, որ դու տենց մտածում ես առաջին հայացքից։ Այդքանը բացատրելով, բայց ինքը միևնույն է, իրանն է քշում։ Հա, քեզի նկատի ունենալով քրոջդ բացատրում ես, թե տղաները ոնց են։ Դե իմ առօրյայում ինչ տղա տենում եմ, ոնց են ապրում եւ այլն, ինչ մտքեր են արտահայտում կոնկրետ աղջիկների եւ այլն, այդքանը բացատրելով իրան ուզում եմ, որ այդ ամեն ինչը իր համար լավ լինի։ Ինչպես հասկացա, հիմա արդեն խոսում եք սիրահարվածության նման թեմաների մասին, այսինքն ազատ եք իրար հետ, սահմանափակում չունեք։ Այստեղ սերունդների տարբերությունը կարող են պատասխանել։ Օրինակ մենք մեր ծնողների մոտ, հորս մոտ, մորս մոտ կամաչում եմ, ասեմ, սիրահարված եմ կամ ինչ որ մեկը դուրս եկել է։ Սրանք առավոտից իրոք կարող ասի, գիտես ինչ սիրուն էր այդ աղջիկը, փալվում եմ։ Ու երրորդ օրը կարող եմ մի հատ ուրիշ աղջկա անուն տա։ Չորրորդ օրը մեկի դերում ես, չէ, լրի ուրիշի հետ է։ Բայց հիմա ոնց որ ես վերջերս իմանալով անունը դե չեմ տա եթերում, բայց ոնց որ ես վերջերս ինչ որ մեկի հետ է անընդհատ։ Քույր ու եղբայր փաստորեն կան թեմաներ, որոնց մասին խոսում են, դուք նույնիսկ տեղյակ չեք։ Այս առումով ավելի հանգիստ եք, որ իրենք գրեթե հասակակից են ու ձեր տղան նույնիսկ որոշ հարցերում ձեր փոխարեն կարող է լինել ձեր աղջկա կողքին։ Թող խոսի իմ տղան իմ փոխարեն, եթե պետքա գտնում, հարկավոր է գտնում, որ խոսի, թող խոսի, բայց կարող է լինի գա հասնի տեղեր, որ ես ասեմ չափը անցակ, արդեն այդ ձեր գործը չի, ես կորոշեմ ոնց կլինի։ Եթե ինչ որ միտեղ տեսնեմ, որ նույնիսկ եղբայրը քրոջը մի քիչ շատ է նեղում, այդ դեպքում այն աղջիկը իմն է, չեմ թողի որ նեղացնի։
Իսկ հարաբերությունները իրենցից յուրաքանչյուրի հետ ինչպիսին են, այսինքն տարբեր են Գուրգենի հետ հարաբերությունները ու ձեր աղջկա հետ հարաբերությունները։ Գիտեք, ավանդական խոսակցություններից ելնելով, որ ասում են հայրը աղջկան ավելի շատ է սիրում, մայրը տղայի հետ է կապած, գուցե ձևի ինչ որ բաներ կա, բայց չէ, գուցե ընդհանրապես կյանքում այդպիսի բաներ կա, բայց մեր տան մեջ երկուսն էլ իմ երեխեքն են։ Այն մեկը տղա սեռա, այն մեկը աղջիկ սեռա։ Հիմա չեմ կարող այդ տարբերությունը դրեմ։ Ուղղակի աղջկան ոնց որ որպես տղամարդ դու աղջկան ավելի զիջող ես լինում։ Սենց ասեմ, դրա համար աղջիկ ու հոր հարաբերությունները ավելի պնդանում։ Այդ գնալով ավելի հասկանում եմ, որ ես նրան չեմ կարող ինչ-որ մի բան մերժել։ Երկուսն է գալիս են փող ուզելու, ես նրան տակն կարող ավելի շատ տամ։ Գուրգեն, խանդ չի առաջանում։ Դե, ու այդ ամեն ինչը, քանի որ այս հարցազրույցների շնորհիվ իհարկե Կարինկան նայում է այդ ամեն ինչը, ինքը սկսում է օգտագործել։ Այսինքն, իսկ դու գիտես, որ papan ինձ ավելի շատ է սիրում, ու այդ ո գմփում եմ ուղղակի ասում, ոնց կարա տես բանը լինի, բա մի քիչ այդ Ասա մաման էլ ինձ է ավելի շատ սիրում։ Իրականում այդ զգացողությունը կա, որ օրինակ մամայի հետ ես եմ ավելի կապված, papayi հետ, Կարինկայի։ իմ մոտ չէ։ Կարող է եւ Կարինկայի մոտ լինի, բայց իմ մոտ չէ։ Չկա Կարինկայում, համոզված եմ իր մոտ է չկա։ Քույրիկի հետ այսպես փոքրուց, այդպես մտերիմ ձևավորվեցին հարաբերությունները, թե բախումներ կային։ Բախումները ամեն օր են, ամեն օր ամեն ինչ որ մի մտածելուց, երբ որ սխալ եմ մտածում, ես եմ ուղում, ես եմ սխալ մտածում, ինքնագում, այտենց դումփ մեկ է բուշ։ Բայց ընդունում եք խորհուրդները, թե այդ արտակուստ գմփ, բայց ներքուստ հասկանում եք, որ ճիշտ էր։ Մեկ-մեկ լինում է, որ չեմ հասկանում այդ ամեն ինչը, այսինքն իր այդ մտածելակերպը իրանք էլ են նոր, ինքն էլ է նոր սերունդ, ես իհարկե արդեն մի քիչ մեծացած, ոնց իրենց տարբերություն։ 6 տարբերություն։ Պիտի որ մտածողությունները ավելի մոտ լինեն, չէ՞ իրար։ Անկեղծ չէ, անկեղծ այդ իրանց նոր սերունդը լրիվ ուրիշ ձև է մտածում։ Հիմա երևի թե սերնդափոխությունը ավելի արագ է տեղի ունենում։ Ավելի արագ է տեղի ունենում։ Մեր ժամանակ մեր մոտ 6 տարին, 7 տարին դա սերնդափոխություն չէ։ 10 տարին մեկ էր համարվում։ Հա, էլի 20 տարին մեկ էր համարվում։ Իսկ երբ օրինակ եղբայրդ ինչ որ հարցերում խորհուրդ է տալիս, լսում ես իրեն։ Մեկ-մեկ։ Հաճախ չէ։ Դե թե խելացի խորհուրդը կօգտագործեմ։ Գրեթե անխելացի է միշտ։ Չէ, կարող օրինակ, չգիտեմ, այնց հարց դա, օրինակ դա, որ չգիտեմ, ոնց պատասխանեմ, անեմ թե չէ, դրա համար ես իմ ձևով։ Կարինկա, իսկ օրինակ դու հիմա այն տարիքում ես, որ կարող ես նաև սիրահարվել։ Վայ, չէ, մերսի։ Այդ իմ տարիքը չի, ինձ պետք չի։ Եղբորդ հետ չես խոսում նման թեմաներով։ Իսկ եղբայրդ քեզ չի պատմում իր սիրահարվածությունների մասին։ Պատմում է։ Իսկ դու իրեն ինչ ես խորհուրդ տալիս։ Որ գնաց ծաղիկ նվիրի, ինձ որ մեկ-մեկ ավելի շատ են փող տալիս, ես այդ փողի կեսը իրան եմ տալիս, որ ինքը գնա իր անգերուհուն բան առնի։ Իսկ ինչու են քեզ ավելի շատ գումար տալիս։ Չգիտեմ, խելքի ավելի շատ ինձ գումար տալի։ Որովհետև ես կարծում եմ դու բառադի չես ծախսում ոնց որ ախպերդ, ինչի վրա որ կասկածում եմ որ ծախսում է։ Իսկ ինչի վրա ես կասկածում որ ծախսում եմ սիգարետի վրա։ Նման հարցերում, երբ պետք է հասկանալ, հա, օրինակ, ծխախոտ օգտագործում է, թե չի օգտագործում, դու ես ավելի շատ փորձում քայլեր անել, թե դա Անտրանիկի բաժինն է։ Ես Գուրգենի հետ ավելի ուղիղ եւ բաց եմ խոսում։ Չկա այդ անգամ մի քիչ ոչ պատեհա, այսինքն ուղիղ անգամ սիրահարվածության կամ հարաբերությունների, որ ինչում զգույշ լինի կամ չէ, ինձ ասում են ով է տենց ուղիղ ես։ Ավելի լավ է ինչ որ պիտի լսի, ինձնից լսի, քան սխալ եւ թյուր ինֆորմացիա տարբեր այսօր փարքաստու ինչնա շատ խեղված ինֆորմացիան։ Այդ հարցում էլ ես ուղղակի իրան բացատրում եմ, որ չափազանց շուտ է այդ ամեն ինչը սկսել, բայց միևնույն ժամանակ արգելելը ծիծաղելի կլինի, այն դեպքում, երբ որ ամուսինս ծխող է։ Իսկ պարզ օրինակը եթե կա, մնացած բոլոր բաները ուղղակի սուտ է։ Իսկ չես սկսում 1000 ներողություն ձևակերպման համար, բայց Անդրանիկին դաստիարակել, որպեսզի որդիդ օրինակ, այդ վատ օրինակը ծխելու չվերցնի։ Քանի որ Անդրանիկին ընդհանրապես ես չեմ կարողացել որևէ բանում ոչ փոխել, ոչ էլ ազդեցություն ունենալ, այդ մեկը ասում եմ վատ կնոջ ինչի, որտեվ ես լավ կին չեմ եղել, եթե չեմ կարողացել։ Ինձ միշտ ասում են դու ես մեղավոր, ասում եմ օքեյ։ Այդ իմաստով երևի թե մեր տանը չստացված ազատություն կա, որ ոչ մեկի վրա չկարողացավ հաստատվել։ Ասել եմ, շատ եմ ասել, որ ես չեմ սիրում սիգարետ, որ առավոտները միշտ ասում եմ ինձ տհաճ է, երբ որ դու ծխում ես։
Ինքը իր տարածքն է ստեղծել, ես ուղղակի հասկանում եմ, որ հոգնում եմ անընդհատ այդ ասելուց ու մեկը ոչինչ չի փոխվելու, ուստի ուղղակի հանգիստ եմ թողել բոլորին, ամեն մեկը մի անգամ եմ ասում, երկու, հետո զգում եմ, որ իմ ձայնը իմ Շան Հաչոցի է նմանվում, դրա համար այլևս չեմ խոսում։ Էս էլ լավ սպան, հա, գնացի։ Միասա ջան, ինձ լավն էր։ Մամայի դրախտը։ Լայֆրումի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր։ Շատ ուրախ եմ, որովհետև անցած անգամ գնացել եմ ու գերագույն հաճույք եմ ստացել, որ ապրում ես ու լավ է ու լյուքս է, այնպես որ շնորհակալություն։ Ես հասկացա, որ հիմա հա լավ, տալիս ես դստերը, ես տված երկուսն էլ քեզ ես պահում, բայց փաստորեն չտվեցիր։ Չէ, ինքը իմ նվերներից բավականին օգտվում է, իդեպ ասեմ, այնտեղ ունեմ իմ հոգեպահուստ ասածը, ու գալիս եմ տեսնում եմ, որ ասենք շատ թանկ կրեմ կամ բան, որ ես չեմ ղմշել իմ վրա այս պահին օգտագործեմ, ինքը բացել, ճուպացել։ Իմ գլխիները ասում, դե լավ անում, վայելում է, ասել հիմա ժամանակներն ուրիշ են։ Թեպետ դու էլ նշեցիր, բայց ես էլ ուզում եմ նշել, որ Seven Stars-ը իսկապես շատ բարձրորակ ծառայություն է մատուցում։ Ես միշտ իրականում իմ հյուրերից ստանում եմ այդ արձագանքը, ամեն անգամ ամաչում եմ թեկուզ story-ով ցույց տալ եւ այլն, մտածում չափից շատ կլինի խոսելը, բայց միշտ հյուրերից ստանում եմ այդ արձագանքը, որ օգտվել են եւ շատ գոհ են, ու ինձ համար շատ կարեւոր է, հա, թե ինչ որակի ծառայություն եմ ես ներկայացնում։ Seven Stars-ը իսկապես Հայաստանի առաջատար սպա կենտրոններից մեկն է ու բոլոր ծառայությունները, որոնք մատուցում է, ամենաբարձր որակի են։ Ես հիացած եմ հատկապես դեմքի խնամքներով, որովհետև իսկապես չգիտեմ այդ ինչ հանգստի ընթացք է, բայց ոչ միայն օգտակար է, այլև իսկապես հանգստի ընթացք է։ Դու ճիշտ ես Ամալիա ջան, ես էլ էլի ամուսինս էր ինձ նվեր արել քո հաղորդման շնորհիվ, ու այնքան լավ եմ զգացել, ուզում վերջը ամանորից առաջ գնացել էի, հիմա էլ նորից կգնամ։ Նորից բայց չի, ավելի շուտ կգնամ, չեմ դիման այդքան։ Մերսի շատ։ Երկուս ունես, ինձ թվում է վերջում հա, չէ կարճ ես դու օգտվելու։ Կփոխանակենք ուրիշ նվեր քարտով։ Լավ, պայման։ Ձեզ թվում է իմ ներկայացրած պրոցեդուրաների թիրախում միայն դուք եք։ Սխալվում եք, իմ ներկայացրած գովազդների թիրախային լսարանի առաջին տեղում ես եմ եւ այսօր որոշել եմ ինքս փորձել Jarmen de Cappuccini ապրանքանիշի Time Expert Radiance C+ խնամքը, ասում են, որ հրաշք խնամք է, հիմա կփորձենք հենց իմ մաշկի վրա եւ ես կկիսվեմ իմ տպավորություններով եւ արդյունքներով։ Ես պետք է քարից լինեի, որ այս հրաշալի խնամքներին ամեն անգամ կողքից հետևեի, բայց քանի որ ես քարից չեմ, մաշկից խնամքնել շատ եմ կարևորում, սկսեցինք։ Նախ ընտրում ենք մեզ համար ամենահաճելի բույրը, քանի որ սա ոչ միայն օգտակար, այլև ռելաքս պրոցեդուրա է շնորհիվ մասնագետի յուրահատուկ մերսման։ Time Expert Radiance C+ խնամքի շարքը պարունակում է նոր HLG պատենտավորված նանոպոլիմերը, որի շնորհիվ մաքուր վիտամին C-ն 6 անգամ ավելի ուժեղ է, իսկ վիտամին C-ն մեր մաշկի լավագույն ընկերն է։ Խնամքն իրականացվում է մի քանի փուլով, նախ կատարվում է մաշկի մաքրում եւ շերտազատող պիլինգ, ընդ որում այս պիլինգները չունեն սկրաբին հատուկ չորություն եւ նույնիսկ ամենազգայուն մաշկի դեպքում կարմիրություն չի առաջանում։ Հետո արդեն սկսվում են խնամքի հաջորդ փուլերը, որոնք ուղեկցվում են ամենահաճելի մերսմամբ։ Այս խնամքը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից, ֆոտոծերացումից եւ մաշկի վաղաժամ ծերացումից, բարելավում է բջջային ակտիվությունը վերականգնելով մաշկի առողջ փայլը, խթանում է մելանինի արտադրումը եւ նվազեցնում պիգմենտային հետքերը։ Մուգ մելանինը փոխարինում է բաց մելանինով, հարթեցնելով մաշկի երանգը, խթանում է կոլագենի եւ էլաստինի արտադրումը եւ ձգում մաշկը։ Արդյունավետորեն խոնավեցնում է մաշկը եւ որ ամենակարևորն է, պահպանում է այդ խոնավությունը։ Իդեպ մենք հաճախ ուշադրություն ենք դարձնում դեմքի խնամքին, սակայն մոռանում ենք պարանոցի եւ դեկոլտեի մասին, ինչն անհետևանք չի մնում։ Seven Stars Spa կենտրոնում դեմքի խնամքի բոլոր տարբերակները ընդգրկում են նաեւ պարանոցի եւ դեկոլտեի հատվածը։ Բոլոր այն կանայք, ովքեր մի փոքր ավելի խորը գիտելիքների են տիրապետում մաշկի խնամքի վերաբերյալ, հասկացան, թե որքան արդյունավետ է այս խնամքը, իսկ բոլոր նրանք, ովքեր այդ գիտելիքներին չեն տիրապետում, պարզապես կարող են նայել իմ օրինակով, թե ինչ լավ արդյունք է ապահովել։ Jarmen de Cappuccini իսպանական ապրանքանիշի խնամքի ծրագրերն ընդգրկում են հատուկ մշակված եզակի մերսումներ մաշկը ձգելու, կնճիռները հարթեցնելու, մաշկը հանգստացնելու, սթրեսից ազատելու եւ մաշկի որակը բարելավելու համար։
Ապրանքանիշի խնամքներից յուրաքանչյուրն առանձնանում է մերսման յուրահատուկ ծրագրով, որը մշակվում է հատուկ այդ տարիքի եւ խնդրի համար։ Սակայն այս մեկը գերազանցում է բոլորին, քանի որ մերսումը կատարվում է ոչ միայն ձեռքով, այլև հատուկ մշակված մերսող գնդակով։ Սա առավել արդյունավետ է դարձնում խնամքը։ Բանն այն է, որ այս խնամքի արդյունքում մաշկը դառնում է հարթ եւ հանգիստ։ Միմիկական կնճիռներն ակնհայտորեն հարթվում են եւ մաշկը ստանում է ավելի երիտասարդ տեսք։ Հատուկ մերսող գնդակի շնորհիվ միմիկական կնճիռների հարթեցումը շատ ավելի արդյունավետ է լինում։ Եզակի մերսման տեխնիկայի շնորհիվ թուլանում է մկանային լարվածությունը, մոդելավորում դեմքի կառուցվածքը։ Առհասարակ ժամանակակից աշխարհում մերսումները եկել են փոխարինելու ներարկումային խնամքին, քանի որ շշմեցուցիչ արդյունքներ են ապահովում։ Այս խնամքի դեպքում արդյունքը նկատելի է առաջին իսկ այցից Seven Star Spa կենտրոնում ներկայացված են նաև այս շարքի տնային խնամքի միջոցները, որոնք կատարյալ ապահովում են մաշկի ամենօրյա խնամքը։ Իդեպ ես ձեզ ցույց եմ տվել արդյունքը խնամքից անմիջապես հետո, բայց քանի որ ձայնագրման պահին խնամքից արդեն անցել է մոտ 10 օր, կարող եմ հստակ ասել, որ արդյունքը պահպանվում է բավականին երկար եւ օր-օրի նկատում եմ, թե որքան լավ ազդեցություն է ունեցել խնամքը, մաշկս փափուկ է, հարթ եւ փայլուն։ Արդյունքն իրականում շատ գոհացնող է, որովհետև մաշկի բնական փայլը վերականգնվում է, մաշկի վիճակը բարելավում է, այնպես որ Seven Star Spa կենտրոն, Jarmen de Cappuccini, հիշեք այս երկու անունները, եթե ուզում եք լավ որակի մաշկ ունենալ։ Գուրգեն, իրականում դուք մի շատ կարևոր որոշում եք կայացրել, որը իսկապես հարգանքի արժանի է, որովհետև 2 տարի առաջ տեղափոխվել եք Գերմանիա, այնտեղ ֆուտբոլի ոլորտում եւ սովորում եք եւ ձեր քայլերն եք անում ու բանակին ընդառաջ վերադառնալ Հայաստան, որովհետև ուզում եք մեկնել ծառայության, սա ամեն մեկը չէ որ կաներ, որովհետև շատերը ուղղակի կօգտվեին հնարավորությունից, որ կարող են շարունակել մնալ Գերմանիայում եւ խուսափել ծառայությունից, ինչը ձեզ ստիպեց նման որոշում կայացնել։ Գերմանիայում եկավ մի տարիք, երբ 16 տարեկանում գնացի, արդեն մի քիչ մեծանալու տարիք էր, ինչ որտեղ օգնեց իմ քեռին, պապին, օգնեցին ընդեր մի քիչ ավելի հասունանալ, մի քիչ ավելի հասուն մարդու ձևով մտածել եւ այսին որոշումը քոնն է։ Այսինքն դու պետքա որոշես ապագադ ոնց ես կառուցելու։ Մտածի ու ասի, եթե ամեն մեկը իմ նման այտենց մտածի ու որոշի, որ պետքա երկրից գնա, շատ սխալ կլինի։ Դրա համար մտածեցի ու երկին էլ, որ այսպեսի կոպիտ ասած վատ վիճակում է, որոշեցի, որ պետքա հետ վերադառնամ, ծառայեմ եւ շարունակեմ, հետո արդեն կտեսնեմ ինչ կանեմ։ Այս քայլը արդեն հիացմունքի արժանի է, որովհետև ամեն 18 տարեկան տղա չէ, որ պատրաստ է կտրվելու իր իրականությունից ու գնալու այդ բարդ ճանապարհով, հա։ Անդրանիկ, դուք եք ներդրել բարդ ճանապարհ ընտրելու հմտությունը, որովհետև դա իսկապես միայն բանակին չի վերաբերվում։ Մենք տեսնում ենք ձևավորված տեսակ, որը կյանքի տարբեր փուլերում նման ընտրություն է անելու։ Ես չգիտեմ, ես շատ մեծ ցանկություն ունեի, անկեղծ ասեմ, որ ինքը Գերմանիայում այն ինչի համար կոնկրետ ինչ նպատակով որ գնացել էր, որ լիներ։ Այդ բանակի մասին այդպես չէի մտածել, մտածում էի, որ կընդունվի ինստիտուտը կգա դեռ մինչև 27 տարեկան տանում են գալիս է գնում է, բայց հետո այնտեղ խանգարել էր իրան նաև այն հանգամանքը, որ ինքը մտածում էր, որ մի քանի տարի, երևի 10 քանի տարի չի կարողանալու գա Հայաստան գնա, կապ չի ունենալու, մենք կարող է գնայինք, գայինք, ինքը չէր կարողանալու։ Հետո բացի դրանից ինքը գիտի, որ ես երբեք չեմ վախեցել այդ իր բանակ ծառայելուց, միշտ գիտի, որ ես հպարտանում եմ, որ ես ինքս ծառայել եմ ու ծառայել եմ հենց այն վատ տարիներին, 90-ականների հենց պատերազմների ժամանակ, ուրախ եմ, որ իմ տղան այդպես է մտածում։ Արաքսիա տղայիդ հետ էլ հա բավականին կապված էիր եւ 16 տարեկանում, երբ նրան բաց թողեցիր ու 2 տարի գրեթե ձեզնից հեռու ապրեց։ Ինչպես դա տրվեց քեզ։ Ծանր, ինչու, որովհետեւ շատ շնորհակալ եմ այդ փորձության համար իմ կյանքի։
Կարծում եմ դա մեզ բոլորիս որոշակի հրաշալի դաս էր, ամեն մեկը վերարժևորեց, թե ով ում համար ինչ արժի եւ ինչը պետք է ավելի շատ պահել կամ ինչից կարճել։ Շատ կարեւոր դաս էր եւ իր համար եւ մեզ համար։ Թվում է, երբ որ դու սենց միապաղաղ լճակիդ պես ապրում ես, ամեն ինչ խաղաղ է, երբ որ բան չկա, չէ՞, մարդկային կորստի մասին չի, բայց քեզանից հեռու ամբողջ քո էներգիան ուղղությունը ուղեղը տենտեղ է, ճիշտ է, շատ լավ տեղում էր, ապահով տեղում, բայց ամեն դեպքում ես կարծում եմ մենք ժամանակից շուտ որոշեցինք իր ճակատագիրը եւ ինքը ավելի խելացի գտնվեց ինքը տնօրինելու իր սեփական ճակատագիրը։ Եվ ես կարծում եմ մեր խելացիությունն էլ կայանում էր նրանում, որ մենք այդ հետ քայլանելը կարողացանք։ Մենք կարող ենք միջև վերջ պնդել, որ չէ, պիտի լինի այնպես, ինչպես մենք ենք ուզում, բայց գուցե մեր արվեստագետ լինելը կամ մեզ օգնում է, որ մարդը պետք է ազատ լինի իր որոշումների ու մի խոսքով, ինչով էր դժվար էր այդ սարսափելի այդ կարոտը։ Դա մինչև չընկնես չես իմանա, մնացածը գիր գրականություն է, պիտի դու ապրես, որի արդյունքում նաև ունենում ես առողջական խնդիրներ ու դու հասկանում ես որտեղից է գալիս։ Հենց եկավ ամեն ինչ ընկավ իր տեղը, ամեն ինչ տանը ինչ որ սենց մի սպիտակ խաղաղություն մեր, ինչպես մեր տաղավարը, սենց մտավ ու հանգստացավ ամեն բան։ Խաղաղություններ, որին այդ պահին գուցե դու պատրաստ չէիր։ Ես վախենում էի պատերազմական վիճակներից, ինչպես ցանկացած մայր, թվում էր թե հա տունը երեխան կարիերան դրսում ավելի լավ կլինի։ Որպես ծնող մենք ճիշտ հաշվարկ էինք արել, որ դնենք ու սկսենք քննարկել, դա շատ լավ քայլ է, մենք հեռուն էինք ավելի տեսել, հայրս էլ հաստատ էլի հեռատես մարդ է, բոլորս էլ հասկանում ենք, բայց մարդը ինքը պետք է ուզի այդ ճանապարհն անցնի։ Քո ուզելը դեռ շատ քիչ է։ Մարդը արարած է, ինչպես նաև ես եմ չէ որոշում իմ ճանապարհը կամ որոշել եմ, պապաս միջև օրս երևի չի հաշտվում իմ մասնագիտության, այսինքն մարդը դրանով է հենց, իմ տղան ինքը դեռ չէր որոշել։ Հիմա ես մտածում եմ գուցե եւ կգա ժամանակ կարող ասի, հա մամ ջան, այ հիմա ես գնացի, չգիտեմ արդյոք արդեն պատրաստ կլինեմ, որովհետեւ այդ տարին ծանր էր։ Թվում էր թե մենք ցույց չենք տալի, ինչ ա եղել մեր տղեն դրսում, բան, հայրենիքին ուրիշ ձև կծառայի, պարտադիր չի նաեւ զինվորական ծառայությունը, հետո մենք զգացինք, որ այդ ինքնախաբեություն է կոչվում։ Պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Ու այդ չափազանց ծանր է, ոչ մեկին չեմ ցանկանա, ու ես լիքը մարդու եմ նաեւ հասկանում, ով տենց իրարից հեռու ապրում են։ Գիտեք, գուցե քեզ համոզում ես, որ շատ լավ է քո երեխայի համար, բայց իմ կարծիքով դու քեզ համոզում ես։ Ընտանիքը իրոք շատ լավ է լինում, երբ որ բոլորով են։ Ու սա չի խոսում, որ ես վաղի հարսիս հետ պիտի բռնեմ թևիս տակ պահեմ, ասեմ չէ, բայց մարդը ինքը պետք է որոշում կայացնի ու այդ որոշումը պիտի հաշտ լինի բոլորի հետ, ոչ թե մերպես։ Արաքսիա, շատ նուրբ կետ կա, հա, միշտ բավականին դժվար է օրինակ մորը հարցնել որդուն բանակ ուղարկելու մասին, որովհետև մի կողմից կան արժեքներ, որոնք բոլորս հասկանում ենք, որ այո, հայրենիքը բացարձակ արժեք է։ Եթե բոլորը մտածեն հայրենիքը թողնելու, գնալու, կարիերայի կամ մեկ այլ ճանապարհով չծառայելու մասին, հայրենիքը կմնա անտեր։ Կոպիտ է հնչում, բայց այդպես է։ Մյուս կողմից որևէ մայրիկի չես կարող համոզել լիարժեք հանգիստ լինել, որ իր որդին նման անկայուն խաղաղություն ունեցող երկրում պիտի կանգնի սահմանին։ Այսինքն սրանք վախեր են, որոնք բնական ու հասկանալի է, որ մայրիկները ունենում են։ Դու ինչպես այդ պայքարը քո մեջ անցար, որովհետև ապահովել էիք բոլոր պայմանները, ֆինանսական ներդրումներ էիք արել, որպեսզի որդիդ տեղափոխվի Գերմանիա, ինքը հասավ, մոտեցավ 18 տարեկանին, կայացրեց որոշում, ընդ որում այդ որոշումը կայացրեց ոչ քո, ոչ Անդրանիկի ուղղորդմամբ, ինքնուրույն կայացրեց որոշում եւ ասաց ես վերադառնում եմ Հայաստան, որպեսզի ծառայեմ բանակում։ Ինչպես դու ընդունեցիր դա հաշվի առնելով այս բոլոր գործոնները։ Երկու Արաքսի մասին հիմա կխոսեմ։ Նախ չեմ զարմացել այդ որոշման, երբ որ ինքը այդպես արտահայտվեց, ընդհանրապես չեմ զարմացել։ Այսինքն այնպես չի դրսևորվել մեր կյանքում, որ ինքը ու այլ տղա է եղել, մեկ էլ հիմա sense որոշում է կայացնում։ Ինքը իր դաստիարակությանը համարժեք որոշում էր կայացրել։ Հիմա կարող ասեք այդ դաստիարակությունը որն է։ Չկա այդ տան մեջ այդ ամպագորգոր հայրենիք կամ չէ։ Հայրենիքին ծառայում ենք մեր գործով, մեր չափ, բայց ես կարծում եմ այն վերաբերմունքը, որ ինքը փոքրուց իրանք տեսնում են, հա, ասենք գնում ենք ինչ-որ մի մարզ, ինչ-որ մի բան տեսնելու։ Ես էլ Անդրանիկն էլ միշտ սիրահարված ենք մեր Հայաստանին ու այդ պաթոսով չի։ Դա իրոք այդպես է, թե դուք
իմ սիրտը այնքան ասենց ուրճում ուրախանում է, ծաղիկը, էսը, ու իմ երեխեքը դա տեսնում են, չէ՞, ու գուցե կարող է իրանց մոտ այս պահին անհասկանալի էմոցիաները, բայց անկախ իրենցից իրանք դրանով ներծծվում են։ Կամ մեր տանը ինչ-որ մի նյութ ենք նայում, դոկումենտալ, այսինչ պատմության մասին, քննարկում ա գնում, տեսար դու այսինչ քայլ, այսինքն ասածս ինչ է, ես չեմ զարմացել, որ ինքը այդ նման բան ասել։ Եվ գուցե նաև, որ մենք երբևէ տենց շատ չենք տանջվել արտասահմանների վրա։ Մենք շատ ունենք դրսում մարդիկ, բայց մենք տան մեջ երբևէ չի հնչել մի հատ գնանք այնտեղ տեղավորվենք, մենք լավ չի հնչել, բայց հիմի ոնց է երեխուն այլ կերպ մտածի։ Այսինքն նորմալ է իր որոշումը։ Հետո նորմալ է նաև իր տարիքի համաձայն։ Ես դա եմ հասկանում։ Բոլոր պատանիները ունենում են այդ բաները։ Գուցե եւ կյանքը լրիվ ուրիշ ուղղությամբ տանի։ Մենք չենք որոշող, բայց դժվար էր, որովհետեւ ես այդ հերանեկարը իր մեջ տեսնում էի դրսում, ու հատկապես այդքան կարճ ժամանակում այդ լեզուն տիրապետել, դրսևորվել այնտեղ։ Դու հասկանում ես, որ իր ներուժը հերիքում է լինելու, բայց ինչպես ասում են, Աստծո գործերն անքննելի է։ Այդ ժամանակ հետ քայլ ես անում ու ասում ես դու ոնց գիտես, որովհետև դու երբեք չգիտես այնտեղ իրան ինչ փորձություն է սպասվում։ Դու մի արաքսի մասին խոսեցիր, մյուս արաքսի մասին էլ կխոսես, դու այդ փախչող տեսակը չես, բայց մայրական պաշտպանությունը երբեմն կարող է չափազանց շատ լինել ու դա կարծում եմ, որ յուրաքանչյուր մայր ամեն դեպքում կհասկանա, այսինքն դու քո ամբողջ ընտանիքին համոզում ես, որ մենք հիմա պիտի կիսվենք, որովհետև դու քո մտքում որոշել ես, որ դու քո որդուն պիտի պաշտպանես հնարավոր ռիսկերից։ Լրիվ ճիշտ է, ես հիմա բոլորի առաջ, ասենց կարմիր գծով ասում եմ, այո, դա այդպես է։ Ու հենց դա էլ դրթեց։ Բա հենց ես էլ նախաձեռնել եմ այս ամեն ինչի։ Այն սարսափը, ես երբեք չեմ մոռանա այն օրերը, ճիշտ է, մենք տնից կամ ծառայող չունեինք այդ տարիների, այդ ժամանակ, բայց ունեի քեռու տղա, ունեի փեսա, ամեն այսօր նստել հեռուստացույցի առաջ ու արագ-արագ կարդալ այդ տառերը, այդ անուն ազգանունը դու կտեսնես թե չէ քո հարազատների։ Ես երբեք այդ էմոցիան չեմ մոռանալու, երբեք։ Ու ես չեմ ասում այն կադրերը, որոնք ինչ էին բերում, այդ սև լենտաները, այդ ամեն ինչը շատ թարմ է, այդ ամեն ինչը հիշվում է։ Ես մենակ հիշում եմ իմ վերաբերմունքը, որ ես նայում էի, որ հանկարծ չկարդամ, ասենք Թադևոսյան Արսեն, կամ չկարդամ, ես սարսափում էի ու միշտ ենթագիտակցորեն ասում էի, բա որ օր գա ու ես կարդամ, հիմա չեմ էլ ասի դա բարձրաձայն։ Ու ես զգացի, որ ես պատրաստ չեմ դրան։ Իմ համար դա չափազանց ծանր է։ Հիմա էլ ուրիշ ձև եմ մտածում։ Ես չեմ որոշում ինչա լինելու։ Մենք ոնց ուզենք պտտենք, ճանապարհը տանելու է մեզ այնպես, ինչպես որ պետք է։ Ուղղակի թողնենք Աստծո խնամությանը, ու ընդհանրապես միշտ լավատես լինենք, հա, եւ ես չգիտեմ, գուցե նենց լավ զինվորական է դառնալ, իսկ ով է ասել, որ պիտի պարտադիր դերասան դառնա, ինչ որ ուզում է։ Մենք երբեք ոչինչ չգիտենք, եկեք չգիտենք ինչա մտածել Մոնթեն, երբ որ եկել է դարձել է Մոնթե։ Մենք երբեք չգիտենք Վազգեն Սարգսյանը ինչ է մտածել, երբ որ հասել է դարձել է Վազգեն Սարգսյան։ Հիմա չեմ ասում, որդուս անունը ստորակետով, բայց մենք երբեք չգիտենք այնտեղ ինչ ա եղել։ Դրա համար ես չեմ կարող լինել խոչընդոտ։ Այս մյուս արաքսն էլ ոնց որ ավելի ուժեղացավ։ Ինչից ես փախնում, եթե լինելու է, դա լինելու է։ Ես ոնց որ ուզենամ ինչ որ հետո մի բան ասեմ, ինքս ինձ ասեցի, ինչ ես ձգում այդ անհաջողությունը, եթե պիտի լինի։ Դու դրա մասին եթե մտածում ես ու վախենում, դա էլ հենց գալու է։ Ինչի մասին է խոսքը, բայց տենց աղջիկ է։ Ու ինքը միանգամից սկսեց փոխվել, ասեց, դե կտեսնեք ոնց ենք անում ամեն բան, ինչ ա եղել։ Ու հետո իմ ավելորդ վախերը կվնասեն իմ երեխուն։ Ինքը տենց տղա չի, ես ինչի եմ կողքից բի ու մեր տանը ընդհանրապես չկա թե։ Այսինքն դուրս է գալիս, որ ես այն ծնողը, որ ես էլ եւ ամուսինս էլ, որը միշտ երեխային ասել է, երբեք չփախչես որևէ բանից։ Կռիվ կլինի մինչև վերջ, ծեծ ուտելն էլ է տղամարդու համար, ու հիմա ես իրան ասում եմ փախի, որովհետեւ կռիվը չգիտեմ ինչ կլինի։ Իհարկե, հակասություն կար մեր տան մեջ, երկու արաքսների հակասություն կար, ու իմ երեխեն չկարողանա ընտրել։ Դրա համար փոխեցինք վստահել այն ինչ որ ինքը ուզում է, ու վերջ։ Իդեպ ասեմ, ինքը ստեղ շատ երջանիկ է, իր աչքերը կրկին փայլում են, ինքը իր քուչան, իր պուլպուլակը, հենց բարեր պիտի ասեմ այնպես, ոնց որ հնչում են, ոչ թե ցայտախբյուր եւ բակ։ Դու մի անգամից եկար այս մտածողությանը, թե երբ լսեցիր որդուդ որոշումը, սկզբում քեզ մոտ այդ բախումներ, կռիվներ, հետո նոր հասկացար, որ բայց կա նաեւ այս կողմը։ Անդրանիկի ֆակտորը շատ մեծ կապ ունի, որովհետև Անդոն ինքը այս տեղացի ինքն էլ իր համար մեկ է կտեսնեք
ես հասկանում եմ, որ ես ճնշել եմ Անդրանիկին, որ կայացնեմ այդ Գերմանիայի որոշմանը։ Ինքը ենթարկվել է իմ վախերին, փորձել է ինքն էլ փորձի լավ բան, բայց երբեք չի եղել համաձայն այնտեղ մնալու իր որոշմանը։ Եվ մեր տան մեջ մի հատ սև տխրություն էր անիմաստ պատտվում, որը մենք չէինք հասկանում որտեղից է։ Բոլորս քիչ-քիչ կամաց ծերանում էինք առանց հասկանալու։ Այստեղ դրամա կամ տրագեդիա չկա, ուրիշների տանը գուցե ուրիշ ձև է։ Բայց մեր տան մեջ ինչ-որ մի հատ տենց անիմաստ տխրություններ։ Մենք 4-ով ֆոտո այլևս չէինք անում։ Ինչ մի բան է, չէ՞։ Չէինք անում։ Հարսանիք էինք գնում կամ միտեղ, ասում ենք, մեզ չէ։ Այսինքն մենք այդ 4-ը իրար հետ ենք պատկերացնում։ Չենք խոսում, որ ժամանակ է գալու ամուսնանալու, դա 4 չպիտի լինի, պիտի լինի դա արդեն 6, 8 ու այսպես ավելի շատ, բայց ոչ պակաս։ Այսինքն մենք այս շրջանում դրան պատրաստ չէինք։ Իսկ Անդրանիկի ֆակտորը ինչու՞ն է, անդադ ասում են, «Արա, ինչ ա եղել է, գիտես ոնց ենք ծառայելու, որովհետև ինքը իր կողքն է ստորակետով դրվում»։ Ասում դու չմտածես, ասում ես չեմ էլ մտածում եմ, մի լավ հրաձիք էլ ես եմ, ես շատ լավ կրակում եմ, դա չի հարցը։ Ես շատ ավելի ռոմանտիկ բաներ էի մտածում, որ ինքը կսովորի այնտեղ կինո ակադեմիայում, որ ես զգում եմ այդ ներուժը, որ ուզում է, ասում է, եթե պիտի սովորես, ավելի ուժեղ երկրում սովորի։ Հետո նորից ստոպ տվեցի, ասեցի Արաքս ջան, եթե ինքը պիտի դառնա այն ինչ որ դու երազում ես քո որդու մասին, ինքը այստեղ էլ կդառնա։ Ես չեմ կարող ավելի ձգտել իր փոխարեն, ինքը պիտի այդ ամեն ինչն ուզի։ Ես ընդհանրապես դեմ չեմ եղել, հենց առաջի զանգից որ ասել ես ուզում եմ գամ, ասել եմ հա արի, երբ ես գալիս, տոմսերը դեպ ես առում, նույնիսկ ես շտապեցրեցի, ասեցի որ ավելի լավ է դու մի քանի ամիս շուտ գաս, որ դպրոցի խնդիր կա, տեղից տեղ տեղափոխվելու կարող է 6 ամիս տարբերություն տա այնտեղի ուսումն ու այստեղի ուսումը։ Շտապեցրեցի, որ ավելի շուտ գա, ուրախ եմ, որ գոնե այս տարուկես համարյա մի խոսքով մինչև 2 տարին այս ժամանակվա հատվածում ինքը լեզուներ սովորեց, մի քանի լեզուների տիրապետում, այսինքն անգլերեն եթե այստեղ լավ չէր խոսում, ինքը այնտեղ անգլերենով շփվել է, անգլերեն գիտի, գերմաներենը ինչ որ չափով սովոր է, շփվել է, ռուսերենը շատ իդեալական խոսում, ուկրաիներենը հասկանում, չգիտեմ ինչքանով է կարողանում շփվել, բայց մեքենայի մեջ որ գերմանացի ինգերոջ հետ գերմաներեն խոսում էր ու ես կողքից լսեցի թե ասեցի թե արդեն խոսալ է։ Բացի դրանից ուրախ եմ, որ եկել այստեղ ու շարունակում է այն մասնակցությունը, որը ես ուզում էի, որ ինքը դա շարունակեր, այսինքն ոչ թե այս դեպքում ոչ թե ֆուտբոլը, այլ կինո ռեժիսուրայի դասընթացների է գնում։ Հիմա ինքը ուրախ եմ, որ ոգևորված է, թող գնա բանակ գա, տեսնենք հետո դրսում սովորելու կարիք կլինի, թե չէ։ White Agent սրահը ձեզ առաջարկում է հարսանեկան զգեստների շատ մեծ ընտրանի։ Այստեղ առկա է ավելի քան 300 զգեստ, որոնցից դուք կարող եք ընտրել ձեր երազանքների զգեստը։ Իսկ եթե առկա տեսականոց չկարողանաք ընտրություն կատարել, White Agent-ը կարող է ապահովել ձեր երազանքների զգեստի ներկրումը Հայաստան։ Այնպես որ եթե դուք նախահարսանեկան աժիոտաժի մեջ եք, անպայման այցելեք White Agent եւ իրականացրեք ձեր երազանքի հարսանիքը։ Դե հիմա ասեք, կպատկերացնեք, որ այս շքեղ եւ յուրահատուկ լուծումներով հարսանեկան զգեստը հայկական Վենա Ամարիս բրենդից է։ Այո, սա հայկական բրենդ է, որը կարվում է արտերկրում եւ հիմնադրել է White Agent հարսանյաց զգեստների սրահի հիմնադիր Լիաննա Արզումանյանը, երկար տարիներ աշխատելով հարսանյաց զգեստների համաշխարհային տարբեր բրենդների հետ։ Վենա Ամարիսի տարբերվող տեսականին ձեզ հաստատ անտարբեր չի թողնի, սակայն White Agent-ում ներկայացված են ոչ միայն այս, այլև համաշխարհային առաջատար բրենդների հարսանյաց զգեստները։ Ընդ որում դուք այստեղ կարող եք ընտրել ձեր երազանքների հարսի զգեստը եւ եթե այն նույնիսկ առկա չէ, White Agent-ը կապահովի դրա ներկրումը Հայաստան հատուկ ձեզ համար։ White Agent-ը հայկական շուկայում է արդեն 11 տարի եւ շահել է իր հաճախորդների վստահությունը պատասխանատու մոտեցման ու հարսիկների հանդեպ հոգատարության շնորհիվ։ Սրահն ունի շատ մեծ առավելություն, այստեղ չկան բաց կամ փակ ամրագրումներ։ Այն զգեստը, որն արդեն ամրագրված է, որևէ մեկը չի կարող տեսնել կամ փորձել։ Միայն այս մոտեցումն արդեն խոսում է այն մասին, թե White Agent-ը որքան պատասխանատու է մոտենում իր հաճախորդներին։ Եթե զգեստը մեծ կամ փոքր է, սրահի մասնագետները կկատարեն համապատասխան կարում եւ ճշգրտում, կարծես ի սկզբանե զգեստը կարված էր հատուկ այդ հարսիկի համար։ Սրահը ներկայացնում է աշխարհահռչակ 50 բրենդի զգեստները Հայաստանում։ Խանութում առկա է ավելի քան 300 մոդել զգեստ։ Բացի այդ, հաճախորդները հնարավորություն ունեն պատվիրելու իրենց երազանքների զգեստը, անգամ եթե այն առկա չէ։
Դե իսկ Լիաննայի ստեղծած Վենաամարիս բրենդը, որը սիրո եւ երազանքի մասին է, թե որակով, թե դիզայնով չի զիջում համաշխարհային բրենդների զգեստներին։ Այս անգամ իմ փորձած զգեստներից 3-ը հենց Վենաամարիսից էին։ Ընտրեցի, հագա, սիրեցի, պարզվեց բոլորն այս բրենդից են։ Լիաննան խնդրեց գոնե 2 զգեստ էլ այլ բրենդներից ընտրել։ Դուք չգիտեմ, բայց ես այս զգեստները փորձելուց հետո հարսանիք ուզեցի։ Բայց եթե ձեր հարսանիքն ավելի շուտ է, քան իմը, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին White Agent-ում օգտագործեք Amalia պրոմո կոդն ու ստացեք 15% զեղչ։ White Agent-ում հարսանյաց զգեստների ընտրանին այնքան մեծ է, որ եթե դուք նախահարսանեկան աժիոտաժի մեջ եք, հաստատ այստեղ կգտնեք ձեր երազանքների զգեստը։ Ընդ որում այստեղ կա մի մեծ առավելություն։ Գնառաչարկը բավականին լայն է։ Հարսանյաց զգեստների արժեքը սկսվում է 150,000 դրամից եւ հասնում է իհարկե միլիոնների։ Սակայն դուք եք ընտրում, թե որ գնային կատեգորիայում եւ ինչ զգեստ եք ուզում կրել։ Ես տարանջատումը արել էի մայր ու աղջիկ, հայր ու որդի, բայց ընթացքում հասկացա, որ դուք կարծես թե լավ էլ կոալիցիա եք եւ որոշեցի ձեզ էլ նկարել։ Գուրգեն, մենք Մարիկի հետ խոսում էինք, Մարիկը այսպես խոստովանեց, որ ավելի շատ իր նախաձեռնությունն է եղել քեզ ուղղորդել մեկնելու Գերմանիա, ավելի շատ դա իր ցանկությունն էր, որով վարակեց քեզ, հայրիկին։ Խեղճ պապայիս ընդեղ տերոր արեցի, որ պատրաստվիր թող ընդունելու։ Գերմանիա գնալուց առաջ ես չեմ ուզեցել գնամ, այսինքն ինչ որ մի բան եղել է, որ սոցիկի այդ երկիրը ինձ տես չի քաշել, ու չեմ ուզեցել այնտեղ մնամ տարիներով բան, դրա համար էլ երևի չուզելով մնալով այտենց այդքան ինչքան որ մնացել եմ, երևի որոշել որ սոցիկի պետք է ես գամ, այտենց, բայց իրենք ասեն ոնց դու ես ցանկանում։ Իմ ամեն ինչ ստեղ է եղել, այսինքն էլի նոր 16 տարի ապրել Հայաստանում ու վարքյանական բում, տենց, всё, դու գնում ես ուրիշ տեղ, ուրիշ կյանք, ուրիշ աշխարհ եւ այլն, դրա համար էդի 16 տարեկան երեխայի համար ինձ թվում է շատ դժվար որոշում ա եղել։ Միևնույնն է, ես ինձ տանը չէի զգում, այսինքն իմ բոլոր ընկերությունը, իմ կյանքը, որ ես ապրել եմ 16 տարի այստեղ, մի անգամից արագի մեջ թողնել, արագ որոշում կայացնել, որ պետք է գնաս ուրիշ երկիր, ուրիշ մարդկանց մոտ, լրիվ անծանոթ երկիր, անծանոթ մարդիկ, լրիվ տարբեր կուլտուրա, շատ դժվար էր իհարկե, առաջի ամիսները, ասենց ասեմ, անտանելի էր։ Ամեն վարքյան մտածում էի երբ հանցնելու այդ տարիները, որ ես հետ վերադառնամ, որտեվ չէի կարում ուղղակի։ Ու հետո այնտեղ ադապտացիան էլ մի փոքր ավելի բարդ եղավ։ Սկզբում այո, սկզբում իհարկե շատ դժվար էր, որ մտածում ես, էլ չկան իրանք, որ չկան իրանք։ Դեն շուտ չեմ գնալ։ Չէ, չկան այն արմը, որ կողքից չեն։ Ինձ վինեմ նոր կլացել։ Չէ։ Հասկանալի է։ Ես ֆումբոր եմ անում այդ տղա, Իսկ սկզբում օրինակ պատմում էիր մամային, պապային, որ քեզ դժվար է այնտեղ, թե փորձում էիր ավելի այսպես գունավոր ցույց տալ, քան գուցե դու ընկալում էիր այդ պահին։ Երբեք չի բողոքել։ Ոնց հիմա ընդեղից չի բողոքում, նույնն էլ այնտեղ էր։ Երբեք չի ասել վատա կամ բանա, ամեն ինչ լավ է, հա օքեյ մամ ջան, շատ լավ է, ամեն ինչ լավ է։ Հետո հասկանում աղբորիցս որ դու բոլոր լույսերը վառա։ Եղբայրդ պատմել փաստորեն։ Եղբայրս մենք շատ նենց քուրու աղբեր ենք, որ այն ամեն ինչը իրար մի սուտելուց բռնած մինչև ամենագերագույն սեր այդ մեր մեջ երեքից մեջ էլ կա, չնայած մեր Ամերիկայի եղբայրը մի փոքր ավելի սառն է, բայց իր սառնությանը բան տեղ դնող չկա, մենք սենց հերավորության վրա երբ հասկանում էիր, որ ինչ որ հարցեր կան, այդ մաման ինչ էր անում։ Շատ ծանր էր իրականում, շատ։ Ես այդ ժամանակ նյարդային հիվանդություն ունեցա, ու այդ ստից չէր։ Հենց այդտենց էլ առաջանում ա լիքը խնդիրներ, որովհետև դու ոչ մի բան չես կարող անել։ Մենք ի վերջին մեր խոսակցությունը շատ լավն էր, ճիշտ է հեռախոսով էր, ինչպես ասում եմ, բայց ասեցի դու իմ եղբայրն ես, դու քո տեղում ես, դու իմ պապան ես, դու քո տեղում ես, իմ որդին է, իմ մամուսինն է, ոչ մեկի ծերը մեկինից շատ ավել չի։ Ես ոչ մեկի ասածին ընտրություն չեմ կարող կատարել, որովհետև ամեն մեկը ունեք ձեր ճիշտը, նա էլ իմ որդին է, այսինքն բոլորը ուզում էին որ լավ լինի, բայց բոլորն էլ ունեին բնավորություն։ Այնտեղ բախում էր լինում։ Այդ բոլոր տղամարդիկ, այդ 4 տղամարդիկ ու մի հատ որոշում կայացրած արաքս ու բոլորը դու ես արել այդ ամեն ինչը։ Սենց արեցի, օքեյ, հետ քայլ ենք անում։ Հետ քայլն էլ այսպես ասած շանդղություն չի, նորմալ բան է։ Ինչ ենք անում։ Всё, ոնց որ երեխան ա ուզում անցանք առաջ։ Ու հիմա սենց ավելի ճիշտ է։
Ինչ որ պահի, երբ դու այնտեղ էիր ու հասկանում էիր, որ չէ, իմ որոշումն է լինելու վերադառնալ Հայաստան։ Մայրիկին երբևէ ասել ես, իզուր քեզ լսեցի, թե չէ։ Անկեղծ չէ։ Ես մայրիկին ոնց եղել է, տենց էլ ներկայացրել եմ, որ ես все-таки ուզում եմ հետ գամ, ինքն էլ համաձայնվել է։ Այս խոսում են նաև դաստիարակության մասին, որ նույնիսկ եթե ճանապարհը փոխում է, մեղադրանք չկա։ Անկեղծ ես իմ երկու երեխաներից էլ տենց սուր բաներ չեմ լսել մեր հասցեն, մենք ավելի շուտ ենք զգացել մեր սխալները։ Ոչ միշտ եմ համաձայն իհարկե իրանց, որ ասում են սենց ավելի ճիշտ է, բայց դե իմ սեփական կարծիքը ունեմ ու մտածում եմ կարող է իրանք ինչ-որ միտեղ մեծ են, իրանք մի քիչ ուրիշ ձև են մտածում։ Ոչ միշտ ասում եմ համաձայն չեմ, ամեն հարցում չի, որ իրանք ճիշտ են լինում։ Կարող է եւ մեծ են, հա, հասկանում եմ, իրանց լսում եմ նաեւ ինչ են իրանք ուզում ասեն, բայց կան այնպիսի պահրել, որ սոտեկի արդեն մի քիչ փոխվել է դա, մի քիչ ուրիշ ձևի է, այդտենց չի։ Դա արդեն անցյալ է։ Այլ այդտենց չի։ Անկամ գիտեմ այնտեղ ինչ օրեր ա ունեցել եղբորիցս, հա, ինչ որ բաներ, պատմություններ գիտեմ, ինչեւ որս ես իր այրեսին եմ ասում, ես չեմ լսել մի հատ բողոքի նոտա, որ Մեր տենց էր պետք ուրեմն։ Շատ ավելի չմեղադրող, հա, սենց ասեմ։ Իսկ երեխաներ կան, ես տեսնում եմ իմ շրջապատում։ Պիտիները դու, ես ուսնում եմ։ Ես կարծում եմ ինքը պիտի նաև ազնիվ լինի, որ այնտեղ լավ օրեր էլ ունեցել, այնպես չէ, որ ինքը դժոխք է գնացել։ Մեծ աշխարհ, մեծ հնարավորություններ, լրիվ ուրիշ մթնոլորտ, լրիվ ուրիշ օդ, ջուր, սնունդ, այդ ամեն ինչը կարծում եմ մարդուն լավ դաշտ է ուսումնասիրելու եւ ընտրություն կատարելու։ Եվ ես միշտ իրան ասում եմ, դու այն բախտավորներից ես, ովքեր որ այստեղ լիքը մարդիկ կնստեին, կերազային, այ ոտս ինքները այստեղ։ Դու ունեցել ես այդ հնարավորությունը, ու սա քո որոշումն է եւ դա նորմալ է որոշում կայացնելու համար։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ էլի լիքը դրական բան կա։ Մենք աշխատել ենք, կոպիտ ասած, իր աշխարհը լայն տեսնելու հնարավորության վրա։ Ու ինքն էլ ասում է, այս պրիմիտիվ է այս պահը այստեղ, այնտեղ ինքը ուրիշ հնարավորություն է ունեցել։ Իսկ դա միայն պլյուս է։ Արմանյան սիրել է, ես իր տեղը կպատասխանեմ։ Արմասը շատ լավ երկիր է, շատ լավ տեղ էր։ Ամեն ինչ մաքուր, չգիտեմ, կանաչ, նույնիսկ ընդերից մեկ-մեկ ինձ որ ցույց էր տալի պապնայի ինչ կանաչ է, ինչ այգիներ են, ինչ, չգիտեմ, մաքրություն է, ինչ հանգիստ է, հանդարտ է։ Ինձ թվում է Գերմանիան ինչ որ չափով սիրել է, բայց ինքը Հայաստանն ավելի շատ է սիրում։ Հայաստանում իր անգերներին, իր բակը, իր, չգիտեմ, ամեն ինչը Հայաստանը ինքը ավելի շատ է սիրում ու ես դրանում ուրախ եմ։ Երբ մայրս այստեղից գնում էր Գերմանիա, հարցնում էր ինչ բերեմ քեզ, ասում էր մեր պուլպուլակից ջուր բեր շշով։ Ու ինքը պուլպուլակից ջուր էր տանում շշով Գերմանիա, ասում մենակ այդ ջուրը կարողում բակ հասանք թե չէ օթանավակայանից գալուց հետո ինքը առաջին ասեց մի հատ մեքենան այդ պուլպուլակի մոտ կանգնացրեք։ Կանգնեց ջուրը խմեց։ Դե ջուրը ահավոր էր։ Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր կարող եք գնալ օգտվել։ Ես նվեր քարտերը բաժանել եմ։ Մի մասը Արաքսիային եւ ձեր աղջիկան, մյուս մասը ձեզ եւ Գուրգենին։ Կարող եք գնալ օգտվել ձեր նվեր քարտերից։ Իմպլանտումը Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կենտրոններից մեկն է, հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյանը, կարծում եմ արդեն ծանոթ եք իրենց, որովհետև իմ հյուրը եղել եք, ես ձեզ նվեր քարտեր տվել եմ իրենց։ Տվել եք, կնոջս նվեր քարտը օգտվել եմ, հիմա նորից ստացա 2 հատ ես ունեմ, մի հատ էլ ունեմ տանը։ Վերջ կգնաք կօգտվեք։ Շնորհակալ եք շատ։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ
մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարեւոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։
Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Քո կարոտը գիտեմ, որ անսահման է, բայց դու Կարինկա շատ էիր կարոտել եղբորդ։ Անկեղծ չէ։ Խնդրում եմ ճիշտն ասա կար։ Չէ, մամա։ Գիտես, որ ճիշտն ասես ավելի լավ կլինի։ Չէ։ Դու հիշում ես, որ մի օր եկար ասացիր, դուք ոչ մեկը իմ հետ չեք խոսում ու չեք խաղում։ Հա, որտեղ դու գործից գալիս էիր, հենց քեզ կպնում ենք դու, չէ, ինձ եկում գնացեք։ Իսկ ինձ ինչ որ մարդու պետքա ներվեր ուտեի։ Ու դու գալիս էիր բզբզում էիր ինձ, ես դրա հավեսը չունեի, papayin հավեսը չուներ, ու դու կանգնեցիր հյուրասենյակի մեջտեղում, ինչ ասեցիր։ Ինձ պետքա Գուգո Նորիսյան ներվերը ուտեմ։ Հա, հենց այդ կոչվում է անկերություն ու աղբեր ու քրություն, դա նորմալ է։ Բոլորն են տենց մեծանում։ Ոնց ինձ հերիքեր են, որ ես կարայի ընդհանրապես իրան զանգեի, այդքան էլ ուտեի ներվերը ու վсё։ Չէ, հիմա ասեմ, ինքը ոնց որ երևի թե պաշտպանվում է իմ կարծիքով։ Իրականում ես կարծում եմ, որ դա սիրո դրսևորման յուրահատուկ ձև է, բայց դու ասես Գուրգեն ինձ պետք էր որպեսի իր ներվերը ուտեի։ Ինչպես հասկանում եմ, Կարինկան ձեր տան ավելի ըմբոստն է, որը չի խոսում էմոցիաների մասին, բայց վստահ եմ այդ էմոցիաները կան։ Վստահաբար կան։ Ես ինքս տեսա, որ ինքն էլ խաղաղվեց, հասկանում եք։ Եվ իրոք մենք գուցե շատ են չկա այդ ժամանակը։ Հիմա պետքա գտնել այդ ժամանակ, ես հասկանում եմ երեխաների համար, բայց մեր մասնագիտությունը էգոիստ մասնագիտություն է, ու ասես այսպես ամբողջությամբ տանում էր։ Ու ես զգում եմ, որ այս երեխան մենակության մեջ արդեն ինչ որ անիմաստ հիմար բաների մեջ հանգում ու դրա անունը մենակությունն է։ Իսկ Գուրգենը լցնում էր այդ տեղը։ Հեչ որ չլինի այն էներգիան, որ իրար բզում են ու այդ կար, եւ դա նորմալ է։ Ես էլ իմ եղբայրների հետ եմ եղել ու եթե դուք լինեք այնց ոնց քուրու ախպեր ոնց որ մենք, ես միայն Աստծո շնորհակալ կլինեմ։ Երբ որ նա Գերմանիայում էր, այն աղջիկս ասում էր, չեմ կարոտել Գուրգենին, ասում եմ, խի հասկանում էի ենթատեքստ, ասում էր, սենյակը իմն է մենակ։ Իմ սենյակն է, ասիա, մենակ իմն է ու արագ-արագ փոխում էր։ Հենց մի օր ինձ համոզում էր, որ ասում էր, կարանք ռոզի անենք պատերը, չգիտեմ ինչ փոխենք այս պատերի գույնը, հա։ Հետո որ եկավ, ուրիշ բան հասկացա։ Զգացի Գուրգենի գալուց հետո ինչ որ Կարինկան տան մեջ չի երևում։ Այո, դուրը հետ աղջիկ անընդհատ պետք է գա մեր ներվերը ուտի չկա։ Հասկացա, որ Գուրգենի պակասներ, որ գալիս էր ու կպում էր մեր ջանին։ Հետներս խոսում, մի քիչ ես էի պատասխանում, մի քիչ մերը, մի քիչ ես, մի քիչ մերը, բայց Գուրգենը եկավ նորից իրանք իրար հետ, նորից առանձնացան, նորից այդ խոսակ։ Մի քիչ sense թեթևացանք, ասենք, փաստորեն Գուրգենի պակասներ լավ էլ կարոտել էի։ Իսկ ձեզ մոտ էլ կար այդ զգացողությունը, որ այսպես արտակուստ ասում եք չեմ կարոտել, բայց իրականում լավ էլ կարոտել եք։ Չէ։ Ես միանգամից ասում էի ամեն ինչը։ Իսկ օրինակ որ Կարինկան, չգիտեմ, ձեզ ասում էր, թե միայն ծնողներն էր ասում, որ չեմ կարոտել դրանից, գիտեիք, որ այդպես է ասում։ Ինքը զանգում էր ինձ։ Ասում էր ես քեզ չեմ կարոտել։ Ասում էի ո՞նց ես Կարոշիկ ջան, լավ է ամեն ինչ այնտեղ, ինչ ես անում вообще Արորիայում։ Ասում է, ոչ մի բան քո ինչ գո։ Ասես միանգամից ասենց ասում եմ կարոտել ես գոնե մի քիչ, չէ, իհարկե սենյակը իմն է, ես ինչ ուզեմ կարամ անեմ։ Չեք նեղանում։ Իհարկե ոչ։ Տարիքը փոքր է դեռ նորմալ է։ Կմեծանա կհասկանա ինձ թվում է։ Առհասարակ երբ որ օրինակ լուրջ բախում է, որովհետև այդպիսիք էլ կարող են լինել, հա, այն բախում, որը հումորով չի լուծվում։ Այդ դեպքում ինչպես եք մոտենում հարցին ու այդ դեպքում էլ եք մտածում, որ փոքր է, դեռ կմեծանա, օրինակ որպես ավագ եղբայր դուք քայլ անեք։ Այդպիսի բախումներ էլ են տեղի ունեցել եւ այդպիսի բախումներում ուղղակի ինքն էլ մի քիչ տենց բնավորություն ունի, որ չգիտես, ծնող իր համար մի քիչ ավելի կարևոր, այսինքն եթե ես ասեմ, ինքը կարող է մտածի, լավ, ճիշտ է ասում, բայց ես իրան չեմ լսի։ Այդ տենց կանի ինքը կասի միջև մաման կա պապան ինչ չասեն էդի, ես էդի չեմ լսի իրան, բայց կարող է եւ ճիշտ է ասում։ Ձեր ինադներն է իրանց։ Հա, էդի արդեն ինադու բաներն է, էլի մեկ-մեկ։ Բայց այդ դեպքում քայլ դուք եք անում, թե ինքն է գալիս հետո հաշտվելու։ Տարբեր է եղել։ Եղել է որ ես էլ, եղել է որ ինքն է, որ մի քիչ շատ եմ ավելի ջղայնացել, հասկանալով որ հեսա բողոքելու է պապային կամ մամային։ Ես մոտիկ անում եմ, ասում եմ, պետք չի։ Հերիքա, վсё։ Դու տանը ամենից շատ ում հետ ես բախում ունենում ու ամենից շատ ում հետ ես խոսում։ Աղբորս։ Եվ բախումները եւ խոսելը։ Հա։ Ինչ մասն եք զրուցում դու եւ եղբայրդ։ Նոր տրենդերի մասին կամ էլ ով է այսօր տունը հավաքելու։ Եվ ով է տունը հավաքում ավելի հաճախ։ Բնականաբար ես։
Ես չգիտեի անդադ Google-ի գլխին էս ջարդում։ Լավ, իմացանք տան ինչ ա եղել։ Ուրեմն նա էլ է կարողանում մանիպուլացնել։ Ես չգիտեի։ Լինում են դեպքեր, երբ արդեն դուք պիտի միջամտեք, որպեսզի հաշտվեն։ Կյանքում չեմ տեսել, որ տանը իրարից խռով լինեն։ Չի եղել այդ ձևի դեպք, որ ես տենամ քուր աղբեր իրար հետ չեն խոսում։ Փոքր ժամանակվանից էլ չի եղել, որ իրար հետ վիճեն ու իրար հետ չխոսան։ Բայց այն պահերին, որ տեսնեմ ինչ որ մի բանի շուրջ շատ են իրար հետ, դու ինձ, դու քեզ, չգիտեմ, այդ իմնա թող ստեղ, այդտեղ կարող եմ այդ միջամտում ասեմ մի հատ ձերներդ կտրեք։ Ու չեմ ասում ով ում տա գուրգենը զիջում է։ Տեմանա փոքրն է սուս տալիս է։ Պաստորեն տան մեծը լինելը միշտ չէ, որ շահեկան դիրքն է։ Իհարկե։ Ուրիշ բան ասեմ, քույրը եթե տան մեջ օրինակ, չգիտեմ, 2 հատ կոնֆետ կա, մնացել է 2 հատ, ասենք թե չենք առել։ Ինքը մի հատ ուտի, մի հատը կպահի աղբորը, բայց աղբերը չի պահում քրոջը։ Նա սա խուտիկ ասի, բայց ես չգիտեի, որ էլ չկա։ Ես գիտեի դարակում էլի կա։ Ինքը տենց է անում։ Ամեն մեկն իր առավելություններն ու թերություններն ունի։ Այս հաղորդումից հետո կարող է փոխվի, էլի։ Մտածի ամեն անգամ։ Տեսեք, Գուրգենը նշեց, որ երբեմն Կարինկան կարող է գալ ու ասել, որ օրինակ նեղացրել է եւ այլն։ Այդ դեպքերում ինչպես եք լուծում տալիս, որովհետեւ որոշակի հավասարություն հավանաբար պիտի պահեք, չէ՞։ Կարող է աղջկան ասեմ, որ մեծ աղբերը դա ինչ ասում է, պետք է լսես, բայց եթե զգամ, որ Կարինկան իսկապես մեղավոր է այդ հարցում, իրան կբացատրեմ, կասեմ դու մեղավոր ես, սխալ ես։ Լսում է ձեզ։ Հա, կլսի։ Լսում է, հա։ Որովհետև իրեն հազվադեպ եք ասում դու սխալ ես։ Հիմա իր մոտ ավելի բարդ տարիք է, ինչ որ անցումային շրջան կա, չէ, երեխաների մոտ տենց մեծանալու։ Ամենադժվար բանն է, որ իր մոտ է։ Բայց ամեն դեպքում լսում է։ Կարինա, իսկ մաման է ավելի խիստ է պապան։ Պապան։ Ինչով։ Չգիտեմ, ինքը ավելի խիստ է։ Դասի նկատմամբ ինքը օրինակ ավելի խիստ է։ Անդրանիկ, այս տարիքում, միայն այս տարիքում չէ, հա, առհասարակ շատ կարևոր է երեխաների հետ ընկերություն անելը, որովհետև ընկերության ընթացքում շատ ավելի հեշտ է ճիշտ ուղղորդել, քան երբ շատ խիստ հարաբերություններ են ու երեխաների մեջ վախ է ձևավորվում ծնողների հանդեպ։ Բայց երբեմն ծնողների համար բավականին դժվար է լինում ճիշտ սահմանը գտնել ընկերություն անելու եւ որոշ տեղերում նաեւ այդ հայրական խստությունը պահելու։ Դուք ինչ որ սահման ունեք։ Մեր ընտանիքը այնքան խելառ ընտանիք է, որ առավոտը լույսը բացվում է մեր տանը գորգորոսներով, ղժղժոցներով, մինչև հավաքվում ենք իրար շուրջ են գալի, այդ ամեն ինչի արանքում հումորը, այդ ամեն ինչի արանքում, չգիտեմ, հաց ուտելը, կոֆե խմելը, օրվա պլանները ծրագրելը, ոնց ասեմ, կոնկրետ գժանոց է հենց մեր տանը կատարվում առավոտը մի ժամ կես ու ամեն առավոտ։ Փաստորեն մենք ընկերներ ենք, Աստված մեր կողքին է ու ամեն ինչ շատ ճիշտ ընթանում։ Սրանից ավել գիտեք ինչ, մեկ ընտանիքներ են լինում, որ նայում ես տեսնում ես մեկ այդ ծնողը ավելորդ ցույց է տալի, որ ինքը իր երեխային շատ է սիրում։ Կան այդ ձևի դեպքեր։ Իսկ որն է այդ ավելորդ ցույց տալը։ Այն որ ավելորդ եթե տանը հյուրեր կան կամ ինչ որ մարդիկ կան, չգիտեմ ինչ որ մասայի մեջ են, ինքը այդ րոպեին ավելորդ ուշադրությամբ, վայ բալես, ոնց ես, լսի այն բանը հակի հանկարծ չմրցես, բայց զգում ես որ այդ պահին ավելորդ է, ասում ինքը։ Ցուցաբերում է, որ ես իմ երեխուն շատ եմ սիրում։ Չէ, մենք դա նույնիսկ մեկ կարող է գիշերը գագախներից կանի, ասի հիմա դուք ինձ սիրում եք, թե չեք սիրում։ Հիմա ես ձեր երեխեն եմ, թե ձեր երեխեն չեմ։ Բայց նաև ավելորդը այդ շատ իդեալական ընտանիք է, այսինքն իրանց մոտ ամեն ինչ իդեալական է, տենց չի կարող լինի։ Այսինքն ամեն ընտանիքում վեճեր տեղի են ունենում, ինչ որ մի իրար չեն հասկանում, բայց կան նաև այդ իդեալականը մեջ, դες մեր մոտ ամեն ինչ իդեալական է։ Հա, կարևորը հումորը չպակաս։ Հումորը շատ է փրկում սուր իրավիճակներում։ Բայ իհարկե։ Այն ամենակրվելու պահին է, որ արդեն հասկանում ես, որ հեսա գմփոցը դուրս է գալու, մի հատ մի բառ ասես։ Օրինակ Արաքսյան կարա մի հատ դեմք ընդունի, որ ես սկսեմ ծիծաղել։ Հասկանա, որ չեմ կարող ջղայնանամ։ Ինձ մի տեսակ թվում է, որ դուք չարաճճիություններ եք անում։ Ես մեկ չարաճճի եմ ավելի շատ դրծում։ Գալիս ենք տեսնում ենք տունը վառել են, գալիս ենք տեսնում ենք
պատերը նոր ներկած ձեթով ես իջեն արել։ Այսինքն տեսնեք ապրանքների կեսը չկա։ Վերջին դեպքը եղել էր մի անգամ ես ուզում եմ դասից եկել էի շատ հոգնած ուզում էի հաց սարքեի։ Ընդհանրապես մի հատ կոտլետ սարքեցի ու գնացի իմ դասերով, ես այնքան էի շեղվել, որ գալիս եմ ասում եմ, «Էս ինչ ծուխ է»։ Գնում տեսնում եմ, սաղ վառվում է, սաղ ես իմի անհանգիստ եմ, պրոստը վազելով գնում եմ այդ վազում եմ, ասում եմ, ուր դնեմ, ինչ անեմ։ Ու իմ վերջին որոշումը դուռը բացել, դնել ու փակել հետ ու գնալ իմ գործերով։ Գալիս եմ գործից տուն, վերելակը բացվում է, իդեպ ասեմ այդ օրը ամբողջ մուտքն էի մաքրել։ Այո, ես մուտքնել եմ մաքրում հարգելիներս, դա նորմալ է։ Ախտահանելով, որտեղ այդտեղ իմ երեխեքն են ապրում։ Ինձնից դավոլնի, որ նաև նախամուտքն է մաքուր, եկեք տեսնում ձեթ ու իմ թավան վառած, ասում եմ, վերելակից դուրը բացում եմ, ասում կայնե ջան, այս մեր թավան դրսում ինչ անից եմ, դե որ շորերի օդը չկպներ։ Բայց տունը չէր վնասվել կարևորը։ Բայց Գուրգենը մի անգամ փորձել էր համարյա այրելու պես, այսինքն գալիս եմ զգում եմ, բարձում եմ այսինքն թուղթը վառել է դրել է այդ պլենդուզի տակ, ինչպես են դա ասում, հատակապատակա ես ինչի տակ, պատկերացնեք որ դա կարող կպներ, չոր փայտ։ Ասում Գուգո Արաքսիա, իսկ այս դեպքում մտավախություններ չեն լինում, որովհետև օրվա մի մասը երեխաների տանը մենակ են լինում։ Մի կողմից արդեն հասուն են, հասկանում են շատ բաներ, մյուս կողմից ամեն դեպքում երեխա են ու իրենց պատկերացրածով կարող են ինչ-որ բաներ անել ու վտանգներ կան։ Մամայական վախեր չեն լինում այստեղ։ Ես Գուրգենին փոքր ժամանակ ասում եմ պստիկ պապա, ինչու որովհետև շատ լավ էր խնամում, շատ լավ էր հետևում, այսինքն հանձնարարված էր Կարինային տեր լինել, ինքը տեր էր լինում իր ներվերի գնով, որովհետև գալիս էր ասում էր, գիտես ինչ էր արել, ես իրան ամեն դեպքում Գուրգենը գերազանց կատարում էր իր պարտականությունները, ինքն էլ գերազանց կատարում էր փոքր անկարգ քրոջ պարտականությունները։ Վախեր ունեցել եմ եւ հիմա էլ ունեմ, բայց միևնույն ժամանակ հիշում եմ ես իմ մանկությունը եւ իմ եղբայրներին, ես հասկանում եմ, որ իմ երեխեքը շատ ավելի բարի են, շատ ավելի զուսպ են, քան մենք երեքս ինչ որ օիններ հանում էինք դրա համար։ Տեսակ չեմ մեղք կառնեմ իրանց ասեմ, որ իրանք շատ ավելի անկարգ են։ Գիտեք, երբ տանը լինում է մի երեխա եւ հայտնվում է երկրորդը, ես իհարկե ավելի վաղ տարիների մասն եմ հիմա խոսում, որոշակի խանդ է առաջանում։ Գուրգենը խանդով ընդունեց Կարինկային։ Այ չի խանդել։ Չէ, սիրել է Կարինկային։ Չի խանդել։ Սիրով եմ մոտեցել։ Դե դու փոքր ես եղել, չես հիշում ինչ ես արել, բայց չէ, այտենց խանդ չի ունեցել։ Ինչքանով որ մեկին գրկում են, մյուսը սկսում է խանդել խյանից։ Չէ, այդքան հիշելով չի եղել այդպես։ Ասեմ մենք շատ ճիշտ, իմ կարծիքով ճիշտ քայլ արեցինք, ու ես հիմա բոլոր ովքեր ունենելի զավակներ, ովքեր պիտի ունենան, ես միշտ եթե հարցնում եմ խորհուրդ, թե չավելորդ խորհուրդը քիթ մտցնելու պես է դառնում, մի շատ լավ քայլ արեցինք։ Ասեցի, գիտես, այնքան փոքր է այս երեխան, այնքան մեղ կա գուկ չան, խղճի վրա էլի ոնց որ հո չենք գցելու դեն կամ բանը, պիտի պահենք, չէ, ասենց հոմոմո լոցում է ինքը, ասի քո պուճուր քույրիկն է, ու այսինքն ամբողջ սերը այնուամենայնիվ տպավորությունն որ իրենն է։ Եվ այդպես էլ կա, այսինքն նորածնի երեխայի հոգատարությունը ուրիշ է, հոգ տանը, բայց սերը ցույց տալ պետք է այնտեղ ցույց տալ հենց։ Եվ հակառակը շատ անգամ ինքն էր բզում, մամա մեղ կա լացում է, մամա բան, ու այսինքն ընդհանրապես մենք այդ տեղը հետո իմ կարծիքով սեռային տարբերությունն էլ շատ ակնհայտ էր, որ շատ չկիսվեց, հա, դա աղջիկան պետք է ուրիշ կերպ բան։ Մենակ երևի թե սենյակի կռիվն են հիմա երկուսն էլ անում։ Ինքը ասում է, այդ իմն է, պետքա վերանորոգեք այս ամբողջը, որը արվել է Գուրգենի ճաշակով։ Խեղճ Գուրգենն էլ անընդհատ արդեն զիջողի դերում է, արդեն խեղճը քիչ-քիչ պետքա հյուրասենյակ տեղափոխվի։ Բայց մի բան ասեմ, ես ավելի շատ եմ բարկանում դրանից, ու ասում եմ, այդ իր սենյակն է եղել, կապ չունի, որ ինքը աղջիկ է ու պետք է առանձին իրան ունենա։ Հասկանում եմ, որ մենք ավելի շուտ երևի տունը կմեծացնենք արագ տեմպերով, որպեսզի արդարություն լինի։ Բայց ինքը իր սեփականատիրական բաների մեջ է։ Դու փաստորեն, եթե մի բան ուզում ես, անպայման պիտի քոնը լինի։ Այո։ Տարածքն էլ տեսնեք ոնց է մաքրում, խեղճի իրերը մեկի տեսնում ենք անհայտացան, իր խաղալիքները չկան Գուրգեն, ինչ կապ ունի խաղում է թե չէ։ Իրանն է եղել։ Բոլորը ինչ որ խցկած տոպրակների մեջ։ Քիչ-քիչ ինքը ամբողջ սենյակը դարձնում է կարինաֆիկացնում է։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից
հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Ես օրինակ զրույցի ընթացքում որքանով որ հասցրեցի ընկալել Կարինկային եւ Գուրգենին, իհարկե Գուրգենը ավելի մեծ է տարիքով, բայց միևնույն է, հա յուրաքանչյուր երեխա ունի նաեւ իր տեսակը։ Հուզական ընկալման առումով Գուրգենը ավելի մոտ չէ քեզ։ Ասեմ, Գուրգենը ավելի շատ բան է զգում։ Ինչ նկատի ունեմ, եթե ես իրոք բարկացած եմ ու ասենք, բայց չեմ արտահայտում, շատ արագ հասկանում է։ Ու մի հատ շատ տղամարդկային ժեստ ունի, չնայած դա փոքր ժամանակից էր այտենց։ Ոչ թե երեխու պես, գարցես մի հատ պաչում ասես շատ սիրուն ես մամա ջան։ Ու parza չէ, որ ես այդ ջղայնացած ժամանակ սիրուն չեմ կամ բան, բայց այդ միանգամից քեզ փոխումա ծրումա։ Կարինկան ոնց որ այդ կարողա չզգա, բայց Կարինկան էլ ուրիշ բաներ ունի, որը շատ գնահատելի է, ասեմ։ Ասա։ Ինքը շատ լավ զգում է այս ժամանակում ես ինչը ավելորդ ասեցի ու ինքը ասում է դրա մասին կարևորը։ Ես օրինակ ինձ մինչև հիմա դաստիարակում եմ ասում, ասա ինչից որ նեղում ես, Արաքս ջան, ինչի ես չես ասում։ Ինքը ասում է, մամ, այս ինչ բանը կարծում եմ մի քիչ ինչի ինձ սենց ասեցիր։ Իսկ ինքը պահանջում է, որ ես իր նկատմամբ ավելորդ չջղայնանամ կամ բան, եթե արդար չեմ։ Այսինքն դա կարողանում է ինքը ասել, ոչ թե մեջ գցում, տանջվում, տառապում ու տանի հետո հոգեբանների դռները։ Հետաքրքիր է որ գնաք հոգեբանների մոտ մամայից ինչ եք բողոքելու։ Միշտ հետաքրքիր է, չէ՞, այս սերունդը ինչից է բողոքելու։ Չգիտեմ, թող ասի։ Որ ինքը իմ ճաշակին է կպնում։ Մենք այդ թեմայով չենք խոսացել, բայց իմ ու իր ճաշակը շատ տարբեր է ու ես որ ուզում եմ սենց հագնում, ասում եմ Կոնե դու ճաշակ չունես, ես ոնց կարելի է հագնես, մամ, բայց ես իմ ճաշակ ունեմ, դու քո ճաշակ ունես։ Բայց ես քո սիրած շալվարն եմ հագել, քո խաթր։ Հա։ Որ դու ես տենց շալվարներ չեմ սիրում, ինքը ասեց, ես խնդրում եմ, այն ժամանակ առնես, ես ասեցի, հա, քո խաթր։ Մի ես քո խաթր հագել եմ քո ուզած շալվարը։ Ես դա նկատել եմ, ինձ դուր է եկել։ Ահա, շնորհակալություն։ Արաքս, բայց օրինակ տես մոտեցման հարց, հա, ամեն ոք ձևավորվում է իր ճաշակով, ու այդպես դու քո դրսևորումների մեջ շատ կտրուկ ես, շատ ուղիղ մարդ ես առհասարակ, ու այդ ուղիղությունը եւ շատ տեղերում ունի իր առավելությունը եւ երեխայի հետ հարաբերություններում հատկապես անցումային շրջանում կարող է օրինակ տես երեխան հիշում է, մաման կպնում է իմ ճաշակին ու իրեն դուր չի գալիս իմ ճաշակը, որովհետեւ դու երբեմն կարող ես շատ ուղիղ եւ շատ կտրուկ քո կարծիքը ասես։ Այս դեպքում չես փորձում կորացնել անկյունները, այլ տարբերակով մոտենալ, եթե նույնիսկ ինչ-որ բան ուզում ես ասել, որ այդպես չէ։ Հա, Ամալիա ջան, դու ճիշտ ես, ես կտրուկ եմ, փորձում եմ աշխատել այդ ուղղությամբ, ու այդ հետ կապ չունի էլի քանի տարի մինչև մարդ ես փորձում եմ, այո, համ ասում եմ, հետո էլ կարող եմ գամ sense գրկեմ, ասեմ, Կար ջան, դե ես ուղղակի մտածում եմ, որ եթերում այդ ուղղակի չեն հագնում։ Փորձում եմ հետո գտնել, կամ ինքը ունի շատ ֆանտաստիկ խուճուճ սիրուն մազեր, աշխարհի ամենասիրուն վարսերը, որ ինքը ունի, այդ իրա sense ես հիմա այդ եմ արել, ես չունեմ խուճուճ մազ։ Ես երազում եմ ունենալ այդ այնց բաներ, ոնց որ ինքը ունի։ Ինքան ուղիղացնում է ինչպես իմը, ասում կային է դու ունես հրեշտակի մազեր սիրուն։ Ես ուղիղ եմ սիրում, օքեյ, ուղիղն ես սիրում։ Նայեք, միևնույն ժամանակ այս բոլոր հարցերը ես հասկանում եմ, որ անցումնային տարիքի բոլոր բաներն է, բոլոր ընկալում եմ։ Ուղղակի երևի համբերություն չունեմ, խորագիտություն չունեմ, հետո հավեսով անցնելու այդ շրջանը։ Մեկ-մեկ հա, ես էլ եմ։ Իսկ դու միևնույն է անում ես այն, ինչ դու ես ուզում, թե երբեմն կարող է ընթരാճ գնաս մայրիկի կարծիքին։ Երբեմն կարող եմ ընթരാճ գնալ մամայի կարծիքին։ Ավելի հաճախ ինչպես է լինում։ Ավելի հաճախ ինքն է շահում։ Անում է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Դա քեզ դժվար է տրվում ամեն դեպքում անել այնպես, ինչպես դու ես ուզում։ Ոչ։ Իսկ հայրիկը այս հարցում ինչպեսի մոտեցում ունի, հիմա ձեր ընտանիքում կռիվ չեմ գցում, բայց կամ էլ գցում եմ։ Անդրադառնում է այդ հարցին, թե չէ, քեզ կոմպլիմենտներ անում է, թե չէ։ Այո, ինքը ինձ այսօր ասել է, որ շատ սիրուն եմ հագնվել։ Այսօր դու ես ընտրել քո հագուստը։ Միջին, մեկ կեսենք։ Այս անգամ համաձայնել ենք առանց վեճի։ Անդրանիկը հա շատ է իրան ասում, շատ սիրուն ես, շատ լավն ես։ Իրանք լավ իրար Ձեդ կտրի այդ տղա ինքը աղջիկ է, բայց ասենք կարող է ինքը սխալ է եղել այդ պահին, բայց ամեն դեպքում միշտ Կարինեի թելն է թելում։ Իսկ առհասարակ օրինակ դու մամայից, պապայից հաճախ ես ինչ-որ բաներ ուզում, թեկուզ հագուստի հարցում տես հիմա քեզ մոտ այնպիսի տարիք է, որ ուզում ես գեղեցիկ հագնվել, հաճախ ես պահանջներ ներկայացնում, այս սա եմ ուզում, նա եմ ուզում։ Այո։ Եվ միշտ բավարարում են, թե ոչ միշտ։
Եթե ես տեսնում եմ, որ չեմ կարում, մեկը չեն տալու ինձ այդ գումարը, որ ես կանամ ինձ առնեմ, ես սկսում եմ ուրիշ տակտիկաներ անել։ Մաման, որ գործից գալիս է, ինքը շատ հոգնածա, չէ։ Ես կարամ մասաժ անեմ, ինքը ինձ դրա դեմ գումար տա։ Ու տենց ամեն օր կարելի է տենց անել եւ գումար ստանալ կամ մեկ-մեկ լինում է, որ դպրոցի գումար են ինձ տալիս ու ես որ այդքան էլ սոված չեմ օգտագործում այդ ու դնում եմ իմ գրպանը, որ հավաքեմ այդ բանի վրա ու ես իմ ուզածը առնեմ։ Արաքսիա, այստեղ ոչ ասելու սահմանը ո՞րն է։ Նախ ստանում եմ նամակներ, ձայնագրություն է գնում, տեքստ եմ կարդում, եկեք նամակը բացում եմ, տեսնում եմ, այսինչ կոդը, էս եմ ուզում, այսինքն sense ցուցակ կա, ինքը ինչա ուզում, իր ուզելու ապրանքների շարքը դեռ կան, իսկ ոչը ըստ անհրաժեշտության էլ է, հա, լինում, այսինքն էս ինչի տա պետք, արի իրար հետ հասկանանք։ Եթե հասկանում եմ, որ շատ է ջահելական իր բաներն է, որ ժամանակին ես էլ եմ ուզել, ասենք մի ժամանակ Eminem-ով էր տարված, այդ ամբողջ լուքը հավաքել էր։ Մինչև հիմա է։ Ատամներ արծաթից դրել, եսի ինչ այդ, ասում եմ, բոլորը թվում է թե անիմաստ ծախսա, բայց ես գտա, որ դա արժի։ Մարդը պիտի իր այդ ցանկությունը այդ պահի անի, որովհետև միշտ այդտեղ ամուսնուս հետ ենք խնդիր ունենում, ասում եմ դա հիմարություն է, կամ այդ կապույտ մազերը, որ ինքը ուզում է, ասում եմ ավելի լավ է հիմա, քան 40-ում կապույտ մազերով ման գա։ Այդ ժամանակ կասենք այս պրոբլեմա։ Այս բոլոր բաները նորմալ է իր տարիքի, որ պիտի ինքը հետ անցնի։ Գրեթե դրանք բոլորը աշխատում եմ ապահովել այդ իր։ Բայց ասենք նույն բլուզից 2 հատ, որովհետև այստեղ գրած է մի հատ սրտի կես կողմ, ես մեկը այստեղ արդեն չեմ, կասեմ ընտրի։ Սա արդեն հիմարություն է։ Էս է ոչի սահմանը։ Քո մանկությունը շատ ավելի բարդ է անցել։ Բայց շատ եմ ուրախ հիմա, որ սենց նայում եմ։ Իհարկե, յուրաքանչյուր հարց ունի նաև երկրորդ կողմ եւ կարելի է այլ ռակուրսից լրիվ այլ բան տեսնել, բայց ամեն դեպքում քո հիշողությունների մեջ, քո մանկական տրավմաների մեջ մնացել է, հա, այն բարդ մանկությունը, որ դու անցել ես փոքր տարիքից մամայի դեր ստանձնելը ընտանիքի անդամների համար։ Մի կողմից դու այդ բարդությունները անցնելով գուցե ձևավորվես որպես մայրիկ, որը իր երեխաների հանդեպ ավելի պակաս խիստ է, մյուս կողմից դու նաև գիտես, որ այդ բոլոր դժվարությունները ձևավորել են քո տեսակը ու գուցե դու այսօր այսպեսին չլինեիր, եթե այդ ճանապարհը անցած չլինեիր։ Դու այսօր ինչ ոսկե միջին տարբերակ ունես քո երեխաների համար, որպեսզի եւ մանկությունը կորցնելու զգացողություն չունենան եւ հակառակ ծայրահեղությունը չլինի, որովհետեւ երեխաների համար միայն դրախտային մանկություն ապահովելն էլ միշտ չէ, որ ճիշտ է, հենց երեխաների համար։ Կարծում եմ իմ երեխային եթե հարցեք ինքը կասի ճիշտ է, որ ես մեկ-մեկ իրանց սղոցում եմ բառեսպուն իմաստով, որ մեր ժամանակ էս ինչի չկար եւ ես ստեղծում էի, դու ինչ գիտես ինչա նշանակում մոմի լույսի տակ գիրք կարդալ ու լինել գերազանցիկ, դուք էս լույս աշխարհում գիրք չեք կարդում, տենց բաներ ասում եմ, չգիտեմ խոստովանի թե չէ, որ ես էս եմ եղել, դու այսքան բան չես անում ու հիմա չես գնահատում ինչ որ ունես։ Հետո էլ ասում Արաքսյան, այս երեխեքը մեղք չունեն, որ դու այդ ամեն ինչն անցել ես։ Պարզապես ես ոչ թե ուզում եմ գնահատվել իմ երեխաների կողմից, դա ասում էի, ուղղակի այդ որ չեն գնահատում ինչ ունեն։ Հետո իհարկե հասկանում եմ, որ կմեծանան կգնահատեն։ Այդ գնահատելն էլ ամեն դեպքում գալիս է նրանից, որ երբ երեխաների համար սովորական է դառնում այնինչ ունեն, գուցե չնկատեն դա, այսինքն դա էլ է նորմալ։ Բացակայությունը չեն տեսել, չեն հասկանում։ Մի բան ասեմ, իմ երեխեքը չեմ կարող ասել, որ շատ շփացած ու տենց ամեն ինչ տեսած երեխեք են, զուտ նաև նրա համար, որ մենք չենք կարող այդ բոլորը ապահովել, այդտեղ ամոթ բան չկա։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս, ես մի կերպ ապրեմ, բայց իմ երեխան ունենա այսինչը, այդ իմ համար ծիծաղելի է։ Այսինքն ես ծակ շորով կամ մաշված զգեստով մանգամ, այն դեպքում, որ ես անընդհատ աշխատում եմ, բայց իմ երեխան թող լավագույնը հագնի իմ երեխու համարը, ոչ։ Ոչ եւ նորից ոչ։ Երեխան պիտի ապրի այն, ինչ որ դու ես ապրում։ Դուք պիտի լինեք ընդհանուր համասեռ միջավայրում, որովհետեւ երբ որ դու այդ երեխուն անես, հետո կասի, բայց ես հետո ո՞նց եմ սպառելու իր այդ բոլոր պահանջները։ Ուզում ես, խնդրեմ ինքդ էլ ստեղծի, կողքից միացի է ստեղծելու արարողությանը, միասին ունենանք այն, ինչ որ դու ուզում ես։ Կարինկա, բայց երբ մայրիկը ասում է, այ դուք չեք տեսել այս բացերը, դուք չգիտեք ինչպիսին կարող է լինել կյանքը, ինչպիսին է լինում քո արձագանքը։ Ներվայնանում եմ, որտեվ էդի անցյալում ա եղել, իսկ հիմա ուրիշ իրականություն է։ Մենք այն վախտերում, մենք մոմի տակ
դաս ենք անում։ Հիմա ուրիշ ապագա, հիմա մենք լույս ունենք, ինտերնետ ունենք, ջուր ունենք։ Всё։ Էլ խի անցյալով ապրել, եթե կա նոր ապագա։ Իրականում շատ պրագմատիկ է մտածում նոր սերունդը, բայց հենց այստեղ չի առաջանում բախումը, որովհետև մտածողության տարբերություն կա, այստեղ ճիշտ եւ սխալ լինելը չէ, որովհետև հիմա լսում եմ եւ դու ես ճիշտ եւ երեխան է ճիշտ։ Բախում չի կարող չլինել։ Ես թերևս երևի ներվայնանում եմ, որ իրանք ժամանակի ըստ իս ճիշտ չեն գնահատում։ Այսինքն ամբողջ օրը անցկացնել ուղակի ոչինչ չանելով, այդ ես համարում եմ ժամանակի կորուստ։ Կյանքը իրոք շատ կարճ է։ Հիմա ես արդեն 41 տարեկան եմ, ասում Տեր Աստված, ինչքան բան չհասցրեցի ես անեմ այս ժամանակ, բայց այն դեպքում, որ տպավորություն է, որ ես անդադար ինչ որ մի բան եմ անում։ Ու ես երբ որ տեսնում եմ այս խաղաղ, այսպես ապրում են իրանք, հա լավ, ինչ ա եղել, ասում երևի ուղակի պիտի իրանք նորից հասնեն այդ կետին, միշտ ասում կգա ժամանակ, կասեք, ինչի ինձ չես ստիպել, այս ինչ բանը ես անեմ։ Ու ես դրա համար ասում, ես հիմա ձեզ զգուշացնում եմ իմ հոգու հանգստության համար, որ դուք ինձ վաղը չասեք։ Պատասխանատուն իրենք են։ Հա։ Կարինկա, մայրիկը քեզ պատմել է իր կյանքի պատմությունը։ Այո։ Մի կողմից հիմա որ նայենք, Կարինկան 12 տարեկան է եւ փոքր է, մյուս կողմից իր տարիքում դու արդեն 3 տարի ստանձնել ես տան մայրիկի դերը, այսպես կարող ենք ասել։ Ինչ ես կարծում հիմա օրինակ երբ պատմում ես Կարինկային, խոսում ես իր հետ, ինքը լիարժեք պատկերացնում է։ Իհարկե ոչ։ Այո։ Ինչ է այո։ Որ այն վաղտ ավելի դաժան է, սա այտենց հեշտ չես կարա ստանաս, ամեն ինչ պետքա տանջվես, անես, աշխատես, որ հասնես հազիվ քո ինչ որ ունես, ու դուք միշտ դրանից գոհ եք, ինչ որ ունեիք։ Հա, եւ ճիշտ է, ես մինչեւ հիմա էլ այտենց եմ, ինչ որ ունեմ, շատ գոհ եմ։ Բայց ես ձգտել եմ, որ ավելին ունենամ։ Հիմա ես մտածում եմ, չգիտեմ, վստահ չեմ, դուք ձգտում եք ինչ որ մի բան ավելի ունենալ։ Այնպես այսրա համար եմ ես վախենում։ Ու ամբողջ սերունդն այ դեպ ասեմ, մենակ ինքը չի։ Բոլորը օքեյ են, ինչ որ կա լավ է, բաներ, ձգտումներ, երազանքների պակաս եմ զգում։ Վստահ եմ գիտեք մայրիկի պատմությունը եւ գիտեք թե ինչքան դժվարին ճանապարհ է անցել մայրիկը։ Որ տարիքից սկսեցիք ընկալել, թե ինչպիսի ճանապարհ է անցել մայրիկը։ Երբ Գերմանիա տեղափոխվեցի, այնտեղ ապրեցի։ Այդքանից հետո, որովհետեւ այնտեղ քերիներ, այսինքն մայրիկիս եղբայրը եւ նրա հայրը։ Այդ ամեն ինչը բացատրեցին, այդ ամեն ինչը ինչով որ ինքն է անցել, իրանք են անցել եւ այլն, այդ ամեն ինչը բացատրելուց հետո հասկացա, որ всё-таки դժվար կյանք է ապրել այդ մարդը։ Դե պապայի բնավորությունն էլ հեշտ չի, ինքը շատ լավ արժեքներով, պինդ արժեքներով մարդ է, բայց բնավորությունը ինքը հասկացավ, ես ինչ միջավայրում եմ մեծացել, կոպիտ ասած։ Ինչքան էլ որ Ավելի նուրբ ներկայացրեցի միջալոց, բայց ինչքան էլ երբ որ առանձին խոսում էինք մայրիկի հետ, ինչքան էլ ինքը բացատրում էր, թե ինչ կյանք է ապրել եւ այլն, այդքան չեմ հասկացել, ինչքան որ ասել են իր եղբայրը եւ իր հայրը։ Երբ որ համոզվեցի արդեն նրա եղբոր կողմից, երբ որ այդ ամեն ինչը ասեց ու նույն ձևի ինչ որ ասել է իմ մայրը, այտենց հասկացա, որ всё-таки այս մարդը տարել է շատ դժվար բանկություն ու այդքան հեշտ չի եղել իր համար, էլի մեր համար ավելի հեշտ, որ sense ծնողներ ունենք ու այս ամեն ինչը անում են։ առանց մայրական քնքշանքի Գերմանիայում մնալը որքանով օգնեց նաև ինքդ քո օրինակով էլ հասկանալ մայրիկին, որովհետև մի կողմից մայրական քնքշանքը կար հեռավորության վրա, այսինքն մայրիկի սերը ոչ միտեղ չէր կորել։ Մյուս կողմից մենք բոլորս նյութական մարդիկ ենք ու մենք այդ քնքշանքը կարիք ունենք զգալու նաև գրկելով ամենօրյա ներկայությամբ, այսինքն ամեն դեպքում Գերմանիայում դու այդ ամենօրյա սերը այն չափաբաժնով, որով ստանում էիր մինչև այդ արդեն չէր ստանում։ Ծնողներից հեռու ապրելը այդ շատ դժվար բան է։ Այդ ամեն ինչը որ չես ստանում, մի քիչ իհարկե դժվար է, չեմ կարող դա բացատրեմ ոնց է։ Ուղղակի ահա որ դժվար է։ Այդ ամեն ինչը որ չես ստանում, այդ խորհուրդները, այդ մտածում ես արդեն դու քո գլխով պետք է ապրես։ Իհարկե ահա որ դժվար է։ Այդ մեղմանքները, այդ գրկել եւ այլն խորհուրդ հարցնել, այդ չկա արդեն։ Նու կա հեռախոսով, բայց այդ չի բավարարում։ Արաքսիա, իսկ դու ինչպես ես զգում այդ պակասը եւ քո կողմից, եւ երբ որ հասկանում ես, որ դա իր ազդեցությունը ունի որդուդ վրա։ Դե վերադարձավ արդեն տղամարդ։ Ու երբ որ առաջին օրը մեր տանն էր արդեն, կողքի սենյակից ասեց՝ «Մամ, այդ
Ձեն ես այնց վերցրա ունենց վախեցա։ Հիշում ես քո ռեակցիան։ Ինձ թվում տանը օտար տղամարդ կա, երեխեն չի էլ, դու ուրիշ մամայի ես սովորել, հեռախոսի ձայնն էլ է ուրիշ մաման։ Ես հասկացա, որ նախ այսքան ժամանակ կորցրել եմ, որ ես այդ չեմ զգացել իր այդ մամի ձևը փոխվելու, ու անգամ այս տարիքում, որ գալիս գրքում պատճում է, բայց ասենց ես զգում եմ, որ այդ տեղը բաց է մնացել։ Ճիշտ է, ես տենց ինքս շատ սիրակստիկով աղջիկ չեմ, ցավոք սրտի, թող, այսինքն մամաներ կան պաչան են, գրկան են, չէ՞, ես մի քիչ Գնային։ Բայց այդ չեմ կարծում, որ քիչ սիրո կամ մասին է խոսում։ Այդ ուղղակի չգիտեմ ինչ պաշտպանողական։ Չեմ ոչ ման չեմ կարող ասեմ դրա մասին։ Ես այտենցնեմ ու վերջ։ Բայց իր կողմից զգում եմ, որ ինքը լրացնում է այդ տեղը, այդ ստանում է, լցնում է ու լավ է անում։ Ես երկուսին էլ այդ խորհուրդ եմ տալիս ու շարունակում եմ, ասինքն աղջիկս էլ, հա, աղջիկս էլ երեկոյան երբ որ գալիս ասում է, դե գլուխս քորի կամ իմ հետս խոսա կամ բան, ինքս դա ինձ տանում է, լավ են անում։ Ինձ մենակ այդպես կարելի է վերել նորմալ դաշտ։ Բայց իրականում դրա զուգահեռ իրականությունում դու շատ էմոցիոնալ մարդ ես, դա քո պաշտպանողական ռեակցիաներն է, երբ ինչ որ տարիքում, երբ որ դու ունեցել ես պակաս այդ գրկելու եւ այլնի, դու հետո փորձում ես դրանից էլի զերծ մնալ։ Կարող եմ։ Չեմ կարող դրա մասին խոսեմ։ Չգիտեմ։ Պիտի ապրվի գնա, ես արդեն մեծ մարդ եմ, ես երեխեքի համար պիտի լինեմ այդ ուժը, բան, իսկ ես դրե։ Ես մենակ մի անգամ իրան լավ լացացրել եմ, անգամ կարող է հիշես սենյակում, որ դու մամայի մասին, ես իմ մամայի մասին ինչ-որ բան կետի հասա ու դու լաց եղար։ Ես հիշում եմ այդ, ասեցիր ես այդքանը չգիտեի ու ես ասեցի ստոպ արաքս։ Այդ իմ ամենամեծ ստոպն էր, որ չի կարելի դու քո անցյալով խեղդում ես այս երեխեքի ներկան ու ապագան ինչ ես անում այդ քոնն է թող իրենք իրանցով ապրեն կրակը չես ընկել այս խեղճ երեխեքը կրակը չեն ընկել քո պատմության պատճառով այդտեղ ես մեծ տենց որ ասում են քաշեցի ասել չես խոսալու վերջ ընդհանրապես էլ չես խոսալու իսկ երբ մայրիկը հաճախ էր խոսում այդ մասին դա ձեզ խանգարում էր մայրիկը այդքան հաճախ չի խոսացել դրա մասին այն ժամանակ երբ որ արդեն հունից հանել ենք ու երբ որ տենում էր որ արդեն այդ հունից հանելուց հետո արդեն ուրիշ ասենց ռուսերենով պետք է ասեմ, չգիտեմ, крайней меры ծայրահեղ միջոցներ, հա, արդեն ծայրահեղ միջոցներ էդի, ասենց ասեմ, բայց նորմալ եմ վերաբերվել այդ ամեն ինչին արդեն, որտեվ հասկացել եմ այդ ամեն ինչը։ Մեր զրույցի ընթացքում ես շատ տղամարդկային գծեր նկատեցի քո մեջ, որոնք շատ տղաների դեպքում այս տարիքում գուցե այդքան վառ արտահայտված չլինեն, բայց քո դեպքում այդ ամեն ինչը նկատեցի։ Դու նաև մայրիկի հանդեպ փորձում ես ավելի հոգատար լինել, հաշվի առնելով նաև այդ իր անցած ճանապարհը կամ զուտ այն փաստը, որ դու ուզում ես իր մասին հոգ տանել։ Երկուսն էլ իմ համար կարևոր են, կապ չունի հայրիկ թե մայրիկ, երկուսին էլ պետք է նայես այնպես, ինչպես այն մարդը, որ քեզ ստեղծել է, այդ մարդը, որ քեզ մեծացրել է, պահել է եւ այլն, երկուսին էլ պետք է նայես նույն ձևի, առավելությամբ չի, էլի։ Խոսքս ոչ թե տարանջատման մասին է, այսինքն այստեղ հարցային չէ մաման է առավել, թե պապան այդ մասին ընդհանրապես կարող է կատակով խոսենք, բայց այսպես լուրջ կոնտեքստում հաստատ չեմ խոսի, որովհետև հավասար են ծնողները։ Բայց կանայք առհասարակ ավելի շատ փաղաքշանքի կարիք ունեն, այսինքն ամեն դեպքում սեռային առանձնահատկություններ կան, թե հաշվի առնելով որ օրինակ մաման էլ այդպես սովոր չի շատ գրկել եւ այլն եւ այլն։ Ասում է, շատ ասում։ Ես շատ սիրուն ես, շատ ասում։ Կամ զյուբկան մի հագել իմ մամ, ասում խի սենց ամ, դե ուսեն շատ զգույշ է ասում, չի նեղացնում, ասում եմ հենց ոնց որ դասատու լինես։ Ասենք ասում եմ, այսինքն ոնց որ դասատու այդ նույն վերնաշապիկը հակամյան տաբատով սենց այս, այ հիմա ծիտես, այս ուրիշ բան, այսինքն այդ կամ երաժշտություններն ենք մենք գրեթե նույնը լսում, իրար հետ քննարկում ենք, դու ես լսում, հա, մոմ դու ես էլ գիտես, դու ժամանակակից մամա ես, ասում եմ իմ ընկերների մամաները տենց չեն, ասում եմ դու ոնց որ մեր ընկերը լինես, բայց ես դա դիտավորել չեմ անում, ես իրոք ասենք լսում եմ երաժշտությունը, կամ այնտեղ, չէ, ինքը շատ ուշադիր է, կամ խաղի հետ կապված, ինչ որ մի բան նկատում ա, որ այս ինչը փորձի ժամանակ, մոսը ոնց է տենց խաղացիր, մոլодец, մամ, այսինքն ես որպես որդի եւ որպես տղամարդ абսոլյուտնի ստանում եմ իրանից այդ ուշադրությունը, ասենց ասեմ։ Տենց չեմ մտածում, ասեմ, որ լավ լինի իր համար, լավ զգա, չէ՞։ Սրտից է գալի։ Իրականում կա այդ մայր ու որդի կոալիցիան ձեզ մոտ։
Երևի։ Կարծիքով հա։ Բայց այն հայկնիկներից չեմ, էլի, որ իմ տղեն, չէ, այդպես չի, իմ տղան էլ ունի բոլոր բաներից, ինչ որ երիտասարդները, բայց այո, իմ կարծիքով դե չգիտեմ, իմ կարծիքով իմ գեներն ավելի շատ է իր մեջ խոսում։ Հա։ Միևնույն է իմ համար եւ երկուսն իմ նույն ձևի եմ ընդունում։ Տենց ինչ որ ձգտում չունեմ մամային ավելի շատ կամ պապային։ Սար ավելի շատ ասում իմ կարծիքով։ Չէ։ Հա, լավ եղավ, ես տենց ուրեմն ինձ խաբել է։ Ուրեմն դիվանագետ է, երկու կողմի վրա է աշխատում։ Եվ հաղորդումը բաց է այդտեղ։ Իսկ օրինակ սիրահարվածության մասին խոսել եւ այլն, այդ ո՞նց է լինում։ Այդ առաջին հերթին մամային իհարկե։ Էդի անկեղծ է, բայց պապային ասացի, պապայի տենց ուշադրություն չդարձրեց։ Հետո ինձ ասում, «Էդ ինչ էր ասում»։ Իբր ամաչում է, էլի տղու հետ շփվի այդ թեմայով։ Ես անկեղծ շփվում եմ, նայում ենք, քննարկում ենք, ասում սենց չլինի, ինենց չլինի, ոչ թե աղջիկը հարաբերությունները չնեղացնես։ Ինչ խորհուրդներ ես տալիս, որովհետև հիմա օրինակ մայրիկները երբեմն իրենց փորձից, իրենց պակասներից ելնելով գուցե փորձում են, հա, տղաներին դաստիարակել այնպես, ինչպես իրենք կուզեին։ Հա, ես ասում եմ, պիտի ուշադիր լինել անպայման աղջկա նկատմամբ։ Այդ ավելորդ մեծամտությունը աղջկան հետ պետք չի։ Միշտ դու պիտի դու ես տղամարդ, դու պիտի ամեն քայլն անես ու զիջողը լինես։ Կինը, աղջիկա։ Գուրգեն, մամայի խորհուրդներից ո՞րն եք ավելի շատ օգտագործել, որ նաև հասկացեք, որ մաման ճիշտ էր։ Տենց խորհուրդ եղել։ Մի անգամ աղջիկա հարցով մի հատ պատմություն էլ եղել, չգիտեմ ով էր, նախ ասեց, գիտես, ես իրան պիտի չէ ասեմ, բայց շատ չգիտեմ ոնց պիտի իրան չէ ասեմ։ Ասում եմ, դու գիտես իր համար ինչքան ծանր է այդ աղջիկա հիմա։ Դու տենց չի է, որ չէ, դու ով ես, դա տենց չի։ Դու պիտի հասկանաս, որ այդ աղջիկա համար շատ ծանր թեմա է, դու հիմա պիտի իրան ասես, որ ձեր պատմությունը չի կարող շարունակվել, դու շատ զգույշ պիտի լինես, ինքը երեխա է հələ, դուք հələ հա մամա ջան, հո ես բան չեմ, ասի դե նայ, հանկարծ sense։ Բայց մամայի ասած նրբանկատությունը կարողացար օգտագործել։ Իհարկե շատ դժվար էր, այդ բան տենց մուզիկան էլ այդ ամեն ինչը ասել, որտեվ հասկանում ես, որտեվ ինքն էլ ինչքանով որ բացատրել է, որ ինքը շատ դժվար է այդ ամեն ինչը տանելու, այդքանը հասկանամ, իհարկե ամեն ինչ դժվար էր անում։ Այդ խոսակցությունը շարունակել, բայց դե ոնց որ ասելա, տենց էր արել եմ։ Ինչքան էլ ասեմ պատանեկան սեր, երբեք լուրջ չի բան, բայց ամեն ինչն էլ տրավմա թողում է ու դուք չգիտեք երբեք այդ օրիորդը հետագայում ինչ է ապրելու կամ ինչքան է խորը այդ իր մոտ։ Դրա համար պետք է շատ նուրբ ու շատ ճիշտ արվեր։ Իսկ եթե ես կոպիտ ասած հակառակ կողմի մասին չպատմեինք, գուցե եւ նեղացներ իմ կարծիքով։ Իսկ միասին խաղալը որքանով ավելի մտերմացրեց ձեզ։ Դե մասնագիտական փորձով սկսում ենք կիսվել իրար հետ, կոնկրետ արդեն։ Ես անձնական ուսանող ունեմ, այսպես sense ասեմ, այտենց չեն անում, ասենք, բայց դες զգույշ պետք է ասես, որովհետև ինքը ամեն դեպքում ունի իր դաշտը։ Ես չեմ կա։ Հիմա անգամ կա իմ կարծիքով շեշտադրման սխալներ, ես դեռ չեմ զբաղվել իրանով, ասում եմ հələ թող ինքը գտնի։ Ես իրա կողքը խոսում եմ, ինքը ականջ ունի, թող լսի հասկանա, երբ որ կտեսնեմ արդեն բոլոր կարմիր գծերը անցել են, նոր կսկսեմ խառնվել։ Ես ընդհանրապես երկուսին շատ չեմ խվանարել։ Գիտեք, մի քիչ սխալ է, որովհետև ինքս արվեստագետ լինելով գիտեմ, որ երեխուն շատ չի կարելի շեղել, փոխել։ Ինքը պիտի իր բնական տաղանդը ունենա, այդ հետո թող որ ինչ վարպետի մոտ կգնա։ Գուրգեն, իսկ ինչպես ձևավորվեց ցանկությունը մայրիկի ու հայրիկի ճանապարհը շարունակելու։ Երեխա ժամանակվանից, երբ որ այդ ամեն ինչի մեջ մտա, իսկ տարբեր տեղերից երբ որ սկսեցին առաջարկներ գալ, իհարկե ծնողների շնորհիվ տենց առաջարկեցին, բայց ես տղա ունեմ, որ կարա նկարվի եւ այլն, այդ ամեն ինչից հետաքրքրություն առաջացավ։ Հիմա հաճույք ես ստանում process-ից, թե դեռ ուսումնասիրում ես այս մասնագիտությունը։ Իհարկե հաճույք եմ ստանում։ Վերջնական որոշում ես կայացրել, որ ուղղությունդ կինոռեժիսուրայի կամ դերասանության մեջ է դինելու։ Այո։ Արդարության համար ասեմ, ինքը ինչ-որ մի этаպից հետո արդեն անձնական կաստինգների, այսինքն իրանով են զբաղվում առանձին, արդեն մամայի ֆակտորը դուրս էր եկել։ Գիշես են Ռուսաստանի բանը, որ դու կաստինգն անցնում էիր, ու ես ու պապան ցից կողքից նայում ենք, ինքը ինչ գրագետ կաստինգ անցնում, ասի անդու մենք սովորելու բան ունենք, լունոյ ոնց է տեղում անում։ Ու ինքը տեղում է, այս հասկացա, որ ինքը արդեն ինքը իր գծով, ինքը իր ավելի շատ առաջարկ էր մի этап ստանում, քան ես եւ Անդրանիկը ամբողջ տարվա մեջ։ Հա։
Չգիտեմ, բնականաբար նախանձի մասին խոսք լինել չի կարող, բայց դու այդ ժամանակ հասկանում ես, որ մարդը իր տեղում է։ Հիմա որ ներկայացման մեջ եք համատեղ զբաղված, Այս պահին Թմկա Բերդն ենք իրար հետ զբաղված, ինքը զինվորների մեջ է, ես էլ հավաքական կերպար է, հա, եթե գրականությամբ նայենք, ուղղակի Պատմիչ եմ, բայց պատմիչ չեմ, ասենց ասեմ, որ կտեսնեք լավ միքս արված։ Մնացածը թատրոնում կա, Մուսալերում, այնտեղ մասսայական տեսարաններում։ Դե եթե պիտի մտնի, պիտի հետ քայլանի նորից հավաքելու իր դերերը, որը որ ժամանակին բաց թողեց։ Իդեպ ասեմ, մի հատ լավ մեծ նախագիծ կար, ինքը դեռ չգիտեր, թե ասել եմ արդեն, որ Արմանը ասեց, եթե Գուգոն ստեղ լիներ գլխավոր դերը, տիրաններ ու ես։ Գուգոն էստեղ չի, նա փոխել է իր Վատ իսկ ինչու ֆուտբոլը որոշեցիք, որ ոչ։ Ամեն մարդու մոտ չի, որ տենց ստացվում է այդ ամեն ինչը, իմ մոտ կոնկրետ չստացվեց։ Ինչքան էլ որ պարապել է։ Իսկ ինքը մտածում է, եթե ամենալավը չեմ լինելու, չեմ ուզում։ Միշտ չէ, հա, որ առաջին իսկ փորձից շատ լավ ստացվում է, բայց երբեմն լինում է, որ ինչ որ փոքրիկ անհաջողություններ, որոնք գուցե հաջողության ճանապարհի սկիզբն են, մեզ թույլ չտան առաջ գնալ, այսինքն մենք մտածենք, որ եթե այս պահին լիարժեք իմ ուզածով չի ստացվում, ուրեմն վերջ ու երբեմն գալիս է շրջան, երբ այդ փոքրիկ անհաջողությունների վրայով ցատկելով, միևնույն է, հա, առաջ ենք գնում ու հասնում ենք որոշակի հաջողությունների։ Այս փուլում մի քիչ ավելի համբերատարություն դրսևորելու կարիք չկար գուցե։ Դե այդպես ձեր նման մտածելով պարապեցի 11 տարի։ 11 տարին քիչ ժամանակը հատված չի։ Մանկության երազանք, բայց ինչ որ պահի հասկացաք, որ չէ։ Մանկության երազանք է եղել, որը որ ուզեցել եմ, որ իրականացվի, բայց տարիները անցան, հասկացա, որ սովետի չէ։ Դե չգիտեմ, ինքը ընտրություն արեց, եթե չի ուզում, թող չուզի։ Ես նույնիսկ մտածում եմ, որ ինքը գուցե համարում է, որ Հայաստանում ֆուտբոլը դեռ բանի մեջ չի, այն վիճակին չի, որ ինքը դրա համար ձգտի ես իմ ուր հասնի, չգիտեմ, այդպես է կարող նույնիսկ մտածում։ Ամեն դեպքում ես պայքարող տեսակ եմ։ Ես ինչ որ մի բան եթե ուզում եմ հասնեմ, թեկուզ դանդաղ, թեկուզ չստացվելով, ես շուտ չեմ հիասթափվում։ Կարող է երկար իմ ցանկությանը, իմ նպատակին, երազանքին գնամ, բայց երկուսի մեջ է նկատել եմ, երկու երեխաներից մեջ է նկատել եմ, որ իրենց մոտ ինչ որ մի բան չի ստացվում, միանգամից ասում են չէ, լավ է, չէ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, ձեզ բարի ծառայություն, որովհետև առջևում այդ կարևոր ճանապարհն է ու նաև շատ ուրախ եմ, որ մեր իրականության մեջ կան ձեր նման տղաներ, որոնք մտածում են ու անում են այդ ընտրությունը։ Մենք էլ ենք շնորհակալ, մենք էլ ենք շատ շնորհակալ, ես նաև ուրախ եմ, որ իմ տղան էլ պետք է բանակում ծառայի, ուրախ եմ, որ իմ տղան էլ պետք է մասնակցի մեր հայրենիքի սահմանների պահպանմանը։ Աստծո բարի ծառայություն ձեզ։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար, հատկապես քո հաղորդումը, որը միշտ անցնում է ցես ջերմ, անկեղծ, միշտ էմոցիոնալ, ինչքան ուզում ես փախնես։ Այդ քո Իշկանա Ամալիա ջան։ Շնորհակալ եմ շատ, ես կարծում եմ, որ էմոցիաներից փախչել պետք չէ, որովհետև մենք հենց այդ տարբեր էմոցիաների հանրագումարում ենք դառնում բնական։ Շնորհակալություն։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։